Մի լուր գիշեր, կինը գտնում է մի բան ամուսնու համակարգչում, որը շրջում է նրա ամբողջ կյանքը, գլխիվայր, նա որոշում է պատասխանել ոչ թե գոռալով, այլ հաշվարկված ժպիտով։ Մինչ ամուսինը ցուցադրում է ամբարտավանություն արամարանք, կինը գաղտնի հյուսում է համբերատար ծրագիր, հավաքելով ապացույցներ, դաշնակիցներ այն ուժը, որը երբեք փորձել էին խլել նրանից։ Մի քանի ամիս անց հասարակական միջոցառման անսպասելի հայտնվելը արագացնում է սրտերը գցում դիմակները, երբ անցյալն ու ներկան հանդիպում են դեմ առ դեմ։ Այնուհետ, սովորական սենյակում, սեղանի վրա դրված թղթապանակով, ճշմարտությունը խոսում է ինքն իրենից, այդ գիշեր ոչ ոք չի դուրս գալիս այնպես, ինչպես մտել էր։ Մինչ լսեք այս լարվածությամբ շրջադարձերով լի պատմությունը, բաժանորդագրվեք ալիքին, դա չեք հավանել, միացրեք զանգը, որ է պատմություն չբաց թողնելու համար։ Գլուխ 1. Հայտնագործությունը։ Երանյան կեսօրվա առը ներթափանցում էր շերտավարագույրի ճեղքերից, մինչ Ելենեն խոհանոցի մարմարե սեղանին դասավորում էր գնումների պայուսակները։ 35 տարեկանում նրա զուսպ գեղեցկությունը դրսևորվում էր խորը շագանակագույն աչքերում ժպիտում, որը սովորաբար գերում էր բոլորին։ Այդ օրը նա կրում էր պարզ, մուգ կապույտ զգեստ, հատուկ ընտրված ամուսնության տարեդարձի ընթրիքը պատրաստելու համար։ Հրաչյայի կողքին անցկացրած 10 տարին արժանի էր տոնակատարության, նույնիսկ եթե վերջին շրջանում հարաբերությունները ավելի սառն էին թվում, քան այն գինին, որը նա նոր էր դրել սառնարանը։ Ելենեն զգուշորեն առանձնացրեց բաղադրիչները, մտածելով, թե ինչպես վերակենդանացնել ամուսնության կրակը։ Այն օրվանից, երբ Հրաչյան ստանձնել էր Ալբերտյան որդիներ շինարարական ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը, միասին ընթրիքները հազվադեպ էին դարձել։ Մտերմիկ զրույցները գրեթե գոյություն չունեին։ Սակայն նա հույս ուներ, որ այդ ամսաթիվը կարող էր ամեն ինչ փոխել։ Տղամարդու ծիծաղի ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Հրաչյան ավելի շուտ էր եկել։ Տարօրինակ է, նա երբեք գրասենյակից չէր վերադառնում մինչ 8-ը։ Ելենեն չորացրեց ձեռքերը գոգնոցով քայլեց սառը հատակով միջանցքով, որը տանում էր դեպի գրասենյակ։ Դուռը կիսաբաց էր, Հրաչյայի ձայնը տարբեր էր հնչում, թեթ, անկաշկանդ, գրեթե պատանեկան։ Դու զարմանալի ես, գիտես։ Չգիտեմ, թե ինչպես եմ այդքան ժամանակ ապրել առանց քեզ իմ կյանքում։ Ելենեն սառեց միջանցքի մեջտեղում։ Նրա մատները ուժգին սեղմեցին գոգնոցի գործվածքը։ Ով կարող էր լինել Հրաչյայի հետ գրասենյակում։ Նա անձայն մոտեցավ դռան ճեղքից նայեց։ Նրա ամուսինը մենակ էր, բայց միայնակ չէր։ Համակարգչի էկրանին մի երիտասարդ, շողշողուն կնոջ դեմքն էր լցնում տեսազանգը։ Կատարյալ հարդարված շիկահեր մազեր, անթերի դիմահարտարում, ինքնավստահ ժպիտ, այն ամենը, ինչ Ելենեն արդեն որոշ ժամանակ չէր ձգտում լինել։ Երբ ենք նրան ասելու։ Էկրանի կնոջ ձայնը մեղեդային էր, գյումրիական թեթ շեշտադրումով։ Դա այնքան էլ պարզ չէ, Վերոնիկա։ Ելենեն։ Բարդ է։ Ելենեն շունչը պահեց։ Նրա մարմինը դողում էր, բայց ինչ-որ բան նրան անշարժ էր պահում, ի վիճակի չէր ընդհատել այդ տեսարանը։ Ինչպես բարդ։ Այդ Վերոնիկան բարձրացրեց իր կատարյալ հոնքը։ Հրաչյան ձեռքը տարավ իր քունքերի մոխրագույն մազերին, մի շարժում, որը Ելենեն լավ գիտեր։ Այդպես էր նա անում, երբ պատրաստվում էր սուր մեկնաբանություն անել գործնական հանդիպումների ժամանակ։ Նա մեռած բեռ է, վե։ Միշտ էլ այդպես է եղել։ Ամուսնության սկզբում մտածում էի, որ նա կզարգանա, ինձ հետ կաճի։ Բայց նա հարմարվեց։ Ամբիցիա չունի, փայլ չունի։ Նա պարզապես խոչընդոտ է։ Ամեն բառ սայր էր, որը ծակում էր Ելենեի կուրծքը։ 10 տարվա նվիրվածությունը հանգեցվեց խոչընդոտի։ 10 տարի խնամելով տունը, աջակցելով նրա կարիերային, հրաժարվելով իր սեփական երազանքներից, որպեսզի Հրաչյան փայլի։ Եվ այսպես էր նա տեսնում իրեն։ Եվ երբ ենք մեր ընտանիքը սկսելու, հարցրեց Վերոնիկան չարաճճի ժպիտով։ Հրաչյայի ժպիտը լայնացավ։ Շուտով, սեր իմ։ Դու կլինես իմ երեխաների իսկական մայրը։ Ոչ թե նրա պես անհաջողակը։ Ելենեն զգաց, որ գետինը անհետանում է ոտքերի տակից։ Մայրությունը միշտ հետաձգված երազանք էր, սկզբում Հրաչյայի կարիերայի պատճառով, հետո պտղաբերության բուժումների պատճառով, որոնք չէին հաջողվել։ Եվ հիմա նա հայտնաբերեց, որ իր ամուսինը ծրագրում էր երեխաներ ունենալ մեկ այլ կնոջ հետ։ Նրա առաջին մղումը գրասենյակ ներխուժելն էր, նրան դիմակայելը, բացատրություններ պահանջելը։ Բայց ինչ-որ բան նրա ներսում, միգուցե արժանապատվության վերջին մնացորդը, կանգնեցրեց նրան։
Նրա դեռ ցավից թմրած մտքում սկսեց ձավորվել մի սառը հաշվարկված միտք՝ գիտելիքը ուժը։ Եվ նա հենց նոր արժեքավոր գիտելիք էր ձեռք բերել։ Անձայն քայլերով Ելենեն վերադարձավ խոհանոց։ Պահեց ռոմանտիկ ընթրիքի բաղադրիչները, բացեց գինու շիշը, առատաձեռն բաժակ լցրեց իր համար։ Խոհանոցի սեղանից նա վերցրեց մի նոթատետր, որտեղ սովորաբար նշում էր ամսվա գնումները, գրեց մեկ բառ՝ վրեժ։ Երբ Հրաչյան 2 ժամ անց դուրս եկավ գրասենյակից, նա գտավ Ելենեին հեռուստացույցով ռեալիթի շոու դիտելիս, կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Այսօր ընթրիքի համար ինչ-որ հատուկ բան կլինի, անուշադիր հարցրեց նա, ստուգելով հաղորդագրությունները իր բջջային հեռախոսում։ Ելենեն ժպտաց, մի ժպիտ, որը չէր հասնում իր աչքերին։ Ոչ, սեր իմ։ Միայն սովորականը։ Այդ գիշեր, մինչ Հրաչյան խորը քնած էր իր կողքին, Ելենեն արթուն մնաց, աչքերը հառած առաստաղին։ Սկզբնական ցավը վերածվել էր ավելի վտանգավոր բանի՝ վճռականության։ Եթե Հրաչյան նրան անկարող անամբիցիոզ էր համարում, նա պատրաստվում էր պարզել, թե որքան սխալ էր։ Խաղատախտակը դրված էր։ Քարերը տեղադրված։ Եվ նա նոր էր կատարել մի խաղի առաջին քայլը, որը հավերժ կփոխեր նրանց կյանքը։ Հաջորդ առավոտ Ելենեն սովորականից շուտ արթնացավ։ Պատրաստեց Հրաչյայի սուրճը, ինչպես միշտ սուրճ, առանց շաքարի, ժպտաց, տեսնելով, թե ինչպես է նա արագ կուլ տալիս, ստուգելով օրվա օրակարգը։ Այսօր ուշ եմ հանդիպումներ ունենալու։ Ընթրիքի համար ինձ մի սպասիր, ասաց նա, առանց աչքերը բարձրացնելու։ Իհարկե, սիրելիս։ Ուրախ օր։ Հենց դուռը փակվեց, Ելենեն վերցրեց հեռախոսը։ Ժամանակն էր սկսել խաղը։ Գլուխ 2. Տեղեկատվության հավաքագրումը։ Մանուկյան ընկերներ իրավաբանական գրասենյակը զբաղեցնում էր Մաշտոցի պողոտայի արտրային շենքի 15-րդ հարկը։ Ելենեն դիտեց իր արտացոլանքը վերելակի հայելային ապակու մեջ, նկատելով խորը մուգ շրջանակները աչքերի տակ, անքուն գիշերվա արդյունքը։ Նա շտկեց զուսպ բաճկոնը, զգեստի վրայից խորը շունչ քաշեց, նախքան նրբաճաշակ ընդունարան մտնելը։ Ես խորհրդակցություն ունեմ տիկին Մարիամ Մանուկյանի հետ, տեղեկացրեց նա ընդունարանի աշխատողին, ով ստուգեց օրակարգը, նրան տարավ մասնավոր սպասասրահ։ 15 րոպե անց Ելենեն կանգնած էր միջին տարիքի մի կնոջ դիմաց, խորաթափանց աչքերով, լուրջ արտահայտությամբ։ Մարիամ Մանուկյանը հայտնի էր որպես Երանի լավագույն ընտանեկան իրավաբաններից մեկը, մասնագիտացած ամուսնալուծության բարդ գործերում։ Ուրեմն տիկին Ալբերկյան, ինչով կարող եմ օգնել ձեզ, հարցրեց Մարիամը, սկզբնական ներկայացումներից հետո։ Ելենեն մի պահ վարանեց, բայց հետո Հրաչյայի խոսքերը արձագանքեցին իր մտքում, մեռած բեռ, խոչընդոտ։ Նրա աչքերը կարծրացան։ Ես ուզում եմ հասկանալ իմ իրավունքները ամուսնալուծության դեպքում։ Ամուսինս ինձ դավաճանում է, ծրագրում է ինձ առանց ոչնչի թողնել։ Հաջորդ 1 ժամվա ընթացքում Ելենեն տիկին Մանուկյանին պատմեց այն ամենը, ինչ հայտնաբերել էր, ներառյալ կասկածները տարօրինակ ֆինանսական գործարքների մասին, որոնք նա նկատել էր վերջին ամիսներին, մեծ գումարներ փոխանցված անհայտ հաշվի, կորպորատիվ ծախսեր, պատճառաբանությամբ։ Մեզ ապացույցներ են պետք, եզրակացրեց փաստաբանը, նշումներ անելով կաշվե կազմով փոքր նոթատետրում։ Բանկային քաղվածքներ, էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ, զանգերի գրառումներ, վկաներ։ Որքան շատ փաստաթղթեր ունենանք, այնքան ավելի լավ կլինի ձեր դիրքը բանակցություններում։ Իսկ եթե նախամուսնական պայմանագիր լինի, հարցրեց Ելենեն, մշուշոտ հիշելով, որ ամուսնությունից առաջ ստորագրել էր որոշ փաստաթղթեր, երբ դեռ այնքան սիրահարված էր, որ կստորագրեր այն ամենը, ինչ Հրաչյան կխնդրեր։ Մարիամի աչքերը փայլեցին։ Կախված է կետերից։ Եվ նույնիսկ թվացյալ պաշտպանված պայմանագրերը կարող են բացեր ունենալ, հատկապես եթե կան բռնի կամ խարդախ վարքագծի ապացույցներ։ Երբ Ելենեն 2 ժամ անց դուրս եկավ գրասենյակից, նա իր հետ ուներ մանրամասն ուղեցույցներով թղթապանակ նոր վճռականություն։ Ծրագիրը սկսում էր ձավորվել։ Նրա առաջին կանգառը տարբեր բանկ էր, ոչ այն մեկը, որը նա օգտագործում էր Հրաչյայի հետ։ Նա բացեց բացառիկ հաշիվ իր անունով, որին կփոխանցեր փոքր, կանոնավոր գումարներ, արժեքներ, որոնք ուշադրություն չէին գրավի զույգի ֆինանսներում, բայց որոնք ամիսների ընթացքում գումարվելով նրան ֆինանսական պաշար կտային արտակարգ դեպքերի համար։ Այնուհետ նա գնաց քաղաքի կենտրոնում գտնվող էլեկտրոնիկայի խանութ, որտեղ ձեռք բերեց զուսպ թվային ձայնագրիչ, անլար հսկողության տեսախցիկ նոր կանխավճարային բջջային հեռախոս։ Վաճառողը, նյարդային տեսք ունեցող երիտասարդ, բացատրեց, թե ինչպես տեղադրել սարքավորումները, առանց հետքեր թողնելու։
Դա տնային անվտանգության նախագծի համար է, բացատրեց Ելենեն փորձված ժպիտով, երբ նա բարձրացրեց հոնքը, տեսնելով իրերի ցուցակը։ Վերադառնալով բնակարան, Ելենեն սկսեց իր մեթոդական հետաքննությունը։ Մինչ Հրաչյան աշխատանքի էր, նա խուզարկեց նրա գրասենյակը, լուսանկարելով կարևոր փաստաթղթեր փնտրելով հուշումներ Վերոնիկայի հետ նրա հարաբերությունների մասին։ Գրասեղանի դարակի խորքում գտնվող թղթապանակում նա գտավ այն, ինչ փնտրում էր նախամուսնական պայմանագիրը։ Կետերը կարդալիս նրա ստամոքսը կծկվեց։ Փաստաթուղթը, որը կազմել էր Հրաչյայի հայրը, հայտնի կորպորատիվ իրավաբան, երաշխավորում էր, որ ամուսնալուծության դեպքում նա իրավունք կունենա միայն նվազագույն կենսաթոշակի 3 տարի ժամկետով, անկախ ամուսնության տողությունից։ Գույքի ներդրումների մեծ մասը կմնար Հրաչյայի մոտ։ Մեռած բեռ, այսպես մրմնջաց իրեն, լուսանկարելով փաստաթղթի յուրաքանչյուր էջը։ Տեսնենք, թե ով ավելի շատ կկշռի վերջում։ Հաջորդ օրերին Ելենեն ստեղծեց ճշգրիտ առօրյա։ Երբ Հրաչյան դուրս էր գալիս, նա մուտք էր գործում նրա համակարգիչ, պատճենում էլեկտրոնային նամակներ, ստուգում զննարկման պատմությունը, փաստաթղթավորում կասկածելի բանկային փոխանցումները։ Մանրակրկիտ խնամքով նա ամեն ինչ կազմակերպում էր կոդավորված թվային թղթապանակներում, հետելով Տիկին Մանուկյանի ցուցումներին։ Գիշերները նա պահպանում էր նվիրյալ կնոջ կերպարը, պատրաստելով բարդ ընթրիքներ այն հազվադեպ դեպքերում, երբ Հրաչյան տանն էր ուտում, հետաքրքրություն ծածնելով նրա աշխատանքային պատմությունների նկատմամբ, ժպիտով ընդունելով նրա ուշ գալու արդարացումները։ Այս ամենը, մինչ իր գրպանում գտնվող թվային ձայնագրիչը գրավում էր յուրաքանչյուր բառ։ Ինչու՞։ Ես հանկարծ այդքան հետաքրքրված իմ օրով, կասկածամտորեն հարցրեց Հրաչյան մի գիշեր, մինչ նա ավելի շատ գինի էր լցնում իր բաժակի մեջ։ Ելենեն առաջարկեց իր ամենաքաղցր ժպիտը։ Պարզապես ուզում եմ նորից մոտենալ քեզ։ Զգում եմ, որ վերջին շրջանում հեռացել ենք միմյանցից։ Հրաչյան կարճ ժամանակով շփոթված թվաց, բայց շուտով նրա ամբարտավան ժպիտը վերադարձավ։ Այո, միգուցե մի փոքր հեռացել ենք։ Աշխատանքը շատ բան է պահանջում ինձնից։ Աշխատանքը մեղմորեն կրկնեց Ելենեն, մտածելով այն 15,000 դրամի փոխանցման մասին, որը նա հայտնաբերել էր այդ առավոտ, նախատեսված Արաբկիրում գտնվող բնակարանի համար, նույն հասցեն, որը հայտնվել էր վերջին ամիսների մի քանի շքեղ ռեստորանների ամրագրումներում։ Իրավաբանին այցելելուց մեկ շաբաթ անց Ելենեն զանգ ստացավ իր գաղտնի հեռախոսին։ Ես ստացա այն, ինչ խնդրեցիր, ասաց տղամարդու ձայնը։ Դոլմամա ռեստորանի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները նշված ամսաթվով։ Համոզված ես, որ ուզում ես տեսնել դա։ Ելենեն մի պահ փակեց աչքերը, զգալով իրականության ծանրությունը։ Բացարձակապես, Տիգրան։ Կարող ես ուղարկել ֆայլը։ Տիգրանը քոլեջի նախկին գործընկեր էր, ով այժմ աշխատում էր թվային անվտանգության ոլորտում։ Նա վարանել էր, երբ Ելենեն դիմել էր նրան, բայց նրա աչքերի վճռականությունը համոզել էր նրան։ Այդ գիշեր, մինչ Հրաչյան պնդում էր, թե գործնական ընթրիքի է Գյումրիում, Ելենեն դիտեց այն պատկերները, որոնք կհաստատեին իր կասկածները, իր ամուսինը Վերոնիկան ռեստորանի ամենաաննկատ անկյուններից մեկում, նվերներ համբույրներ փոխանակելիս, ծիծաղելիս դավեր նյութելիս, լիովին անկաշկանդ։ Որոշակի պահին նա իր գրպանից հանեց մի փոքրիկ թավշյա տուփ, մատանի, որը երբեք չէր տվել իր կնոջը։ Ելենեն չլացավ։ Ինչ-որ բան նրա ներսում փոխվել էր վերջին շաբաթների ընթացքում։ Այնտեղ, որտեղ նախկինում ցավ կար, հիմա աճում էր հաշվարկված վճռականություն։ Ապացույցի յուրաքանչյուր նոր տարր ոչ միայն զենք էր ամուսնալուծության համար, այլ քայլ դեպի իր ազատագրումը։ Նա նորից զանգահարեց Տիկին Մանուկյանին։ Ես պատրաստ եմ հաջորդ փուլին, պարզապես ասաց նա։ Գլուխ 3. Մետամորֆոզ։ Կենտրոնի էլիտ ֆիթնես մարզասրահը հաճախում էր երանյան բարձր հասարակությունը։ Գործադիրները մարզվում էին աշխատանքից առաջ, սոցիալիստները ցուցադրում էին բրենդային մարզահագուստ, անձնական մարզիչները շրջում էին որպես հայտնիներ ժամանակակից սարքավորումների միջ։ Ելենեն երբեք չէր պատկերացրել, որ կլինի այդ տիեզերքի մաս, բայց ահա նա առավոտյան վաղ ժամերին գրանցվում էր ամբողջական ֆիզիկական պատրաստվածության ծրագրի համար։ Ո՞րն է ձեր հիմնական նպատակը, հարցրեց Մարսելը, լայն ուսերով հեշտ ժպիտով մարզիչը, մինչ նա նրան տանում էր փայլուն տարածքով։ Ելենեն մի պահ մտածեց։ Կային այնքան հնարավոր պատասխաններ, վրեժ, ինքնագնահատական, անկախություն։ Բայց նա ընտրեց ամենապարզը՝ կերպարանափոխություն։ Մարսելը գլխով արեց, կարծես կատարելապես հասկանալով այն, ինչ չէր ասվել։
Ուրեմն, եկեք ստեղծենք ձեր նոր տարբերակը։ Առաջին շաբաթները դաժան էին։ Մկանները, որոնց գոյության մասին Ելենեն նույնիսկ չգիտեր, բողոքում էին յուրաքանչյուր շարժումից։ Առավոտյան ժամը 5-ին արթնանալը մարզվելու համար, մինչ Հրաչյան կնկատեր իր առօրյայի որևէ փոփոխություն, պահանջում էր մի կարգապահություն, որը նա իր մեջ չէր ճանաչում։ Բայց ինչ-որ ազատագրող բան կար իր ֆիզիկական սահմանները հրելու մեջ, մարմնի արձագանքը մարտահրավերներին զգալու մեջ։ Դու ներքին կրակ ունես, որը քիչ են ունենում իմ հաճախորդներից, մեկնաբանեց Մարսելը հատկապես ինտենսիվ մարզման ժամանակ։ Կարծես ինչ-որ բանի դեմ ես պայքարում։ Ելենեն ժպտաց, սրբելով քրտինքը դեմքից։ Ոչ թե դեմ, այլ ինչ-որ բանի համար։ Ֆիզիկական կերպարանափոխությանը զուգահեռ Ելենեն այլ փոփոխություններ սկսեց։ Նա գրանցվեց ստեղծագործական գրելու առցանց դասընթացի, վերսկսելով մի երազանք, որը թողել էր ամուսնանալիս։ Այն ժամերին, երբ Հրաչյան գրասենյակում էր կամ Վերոնիկայի հետ, նա պատմվածքներ, բանաստեղծություններ, արտահայտություններ էր գրում, բառեր, որոնք հոսում էին որպես երկար ժամանակ պատնեշված գետ։ Գաղտնի հաշվից առանձնացրած գումարով նա ներդրում կատարեց թերապևտի հետ նիստերում։ Տիկին Կլաուդիան օգնում էր նրան մարսել դավաճանությունը, առանց թուլության պահերին իրեն կուլ տալու սպառնացող հուզական հորցանուտում։ Ինչ ես իրականում ուզում, Ելենե, հարցրեց թերապևտը նիստերից մեկում։ Վրեժը կարող է հզոր շարժիչ լինել, բայց երկարաժամկետ հեռանկարում այն թունավոր վառելիք է։ Ելենեն նայեց իր սեփական ձեռքերին, նկատելով, թե ինչպես էին դրանք ավելի ուժեղացել, եղունգները հիմա խնամված էին, փոքր փոփոխություններ, որոնք արտացոլում էին նրա ներքին կերպարանափոխությունը։ Ես ուզում եմ արդարություն։ Ես ուզում եմ, որ նա զգա այն, ինչ ինձ ստիպեց զգալ։ Եվ հետո։ Ուզում եմ նորից սկսել։ Առանց նրա, առանց այդ հարաբերությունների բեռի։ Տանը նա պահպանում էր կերպարը։ Պատրաստում էր ուտելիքները, ինչպես միշտ, ժպտում էր համապատասխան պահերին, ծածնում էր, թե չի նկատում կասկածելի հեռախոսազանգերը։ Բայց մակերեսի տակ մետամորֆոզը շարունակվում էր։ Յուրաքանչյուր ձայնագրված հաղորդագրություն, յուրաքանչյուր պատճենված փաստաթուղթ, յուրաքանչյուր հավաքված ապացույց թել էր, որը հյուսվում էր Սարտոստայնի մեջ, որը ի վերջո կբռներ Հրաչյային։ Իր ծրագրի սկզբից 3 ամիս անց Ելենեն հազիվ էր ճանաչում իրեն հայելու մեջ նայելիս։ Անընդհատ ֆիզիկական վարժանքները տոնուսավորել էին նրա մարմինը, վերադարձնելով նրան կորերն ու ինքնավստահությունը։ Մազերը, որոնք նախկինում միշտ հավաքված էին պարզ հանգույցով, այժմ նոր կտրվածքով գույնով, ավելի տաք վառ երանգով, մեղմ շերտերով ընկնում էին նրա դեմքի շուրջ։ Նրա հագուստը, աստիճանաբար փոխարինված իր նոր կերպարը շեշտող կտորներով, արտացոլում էր այն կնոջը, որը դուրս էր գալիս ձախողված ամուսնության մոխիրներից։ Հրաչյան, սակայն, կարծես ոչինչ չէր նկատում։ Նա այնքան էր տարված Վերոնիկայի հետ իր սիրավեպով, որ կնոջ փոփոխությունները աննկատ էին մնում, ինչը կատարելապես ծառայում էր Ելենեի նպատակներին։ Մի կիրակի առավոտ, մինչ Հրաչյան իբր թենիս էր խաղում ակումբի գործընկերների հետ, Ելենեն էլեկտրոնային նամակ ստացավ տիկին Մանուկյանից, հաջորդ քայլերը վերնագրով։ Բացելով այն, նա գտավ մի հղում դեպի թվացյալ անվնաս դեկորացիայի կայք։ Հետելով իրենց սահմանած արձանագրությանը, նա սեղմեց որոշակի բաների վրա, որը նրան վերահղեց դեպի անվտանգ սերվեր։ Այնտեղ նա գտավ կոդավորված հաղորդագրություն, փաստաթղթավորումը մինչ այժմ բավարար է։ Պատրաստ եք դաշտի համար։ Ելենեն պատասխանեց մեկ բառով՝ այո։ Ժամանակն էր խաղը բարձրացնել մեկ այլ մակարդակի։ Իր հավաքած տեղեկատվության համաձայն, Հրաչյան Վերոնիկան հանդիպում էին նշանակել հաջորդ գիշեր Լ Ժարդենում քաղաքի ամենաէքսկլյուզիվ ռեստորաններից մեկում։ Տիգրանի օգնությամբ Ելենեն ստացավ ոչ միայն ամրագրման հաստատումը, այլ սեղանի մանրամասները, տեղի ամենամասնավորներից մեկը, որը հաճախ խնդրում էին զույգերը, ովքեր նախընտրում էին զուսպ լինել։ Այդ գիշեր Ելենեն մանրակրկիտ պատրաստեց իր քողարկումը։ Կարճ, մուգ կեղծամ, հաստ շրջանակով ակնոցներ, դիմահարդարում, որը նուրբ փոխում էր նրա դիմագծերը։ Նա հագավ խիստ կոստյում, որը շատ տարբեր էր իր սովորական ոճից, լրացրեց տեսքը ոսկե մատանիով, ոչ իր սեփականով, այլ հատուկ այդ առիթի համար գնվածով։ Մինչ դուրս գալը, նա վերջին անգամ ստուգեց սարքավորումները, բարձր ճշգրտության թվային ձայնագրիչ, պրոֆեսիոնալ որակի տեսախցիկով բջջային հեռախոս, լրացուցիչ հիշողության քարտ։ Ամեն ինչ կատարելապես ֆունկցիոնալ էր։ Լ Ժարդենը նրբագեղության օազիս էր երանյան քաոսի մեջտեղում։ Մեղմ լույսեր, զուսպ ֆոնային երաժշտություն, բավականաչափ հեռու սեղաններ, գաղտնիություն ապահովելու համար։
Ելենեն ժամանեց Հրաչյայի ամրագրման ժամից 30 րոպե շուտ տարվեց ռազմավարական սեղանի մոտ, որտեղից նա կարող էր դիտել ռեստորանի մուտքը ամուսնու կողմից ամրագրված սեղանը, առանց հեշտությամբ նկատվելու։ Նա պատվիրեց մեկ բաժակ կարմիր գինի մի ճաշատեսակ, որը հազիվ կվերջացներ։ Նա այնտեղ չէր, որպեսի վայելի մրցանակակիր խոհանոցը, այլ որպեսի փաստաթղթավորի իր հաշվարկված վրեժի հաջորդ գլուխը։ Ժամը 8:17 րոպեին Հրաչյան մտավ ռեստորան։ Անթերի կոստյումը, ինքնավստահ ժպիտը, աշխարհին տիրողի կեցվածքը, ամեն ինչ նույնն էր, բացառությամբ հայացքի անսովոր փայլի։ Ելենեն ստամոքսում կծկում զգաց, մի ժամանակ զգացած սիրո վերջին մնացորդը։ Նա խորը շունչ քաշեց, հեռացրեց այդ զգացումը։ 5 րոպե անց եկավ Վերոնիկան։ Անձամբ նա էկրանի վրա նկատվածից էլ ավելի շքեղ էր։ Կարմիր զգեստը ձավորում էր թանկարժեք մարզասրահներով քանդակված մարմինը, շիկահեր մազերը կատարյալ ալիքներով, զուսպ, բայց տեսանելիորեն արժեքավոր զարդեր։ Նա անցավ ռեստորանով որպես ինքնավստահ գիշատիչ, գրավելով տղամարդկանց հայացքները կանանց նախանձը։ Ելենեն միացրեց ձայնագրիչը, պատրաստեց բջջային հեռախոսը։ Մետրդոտելը Վերոնիկային տարավ այն սեղանի մոտ, որտեղ նրան սպասում էր Հրաչյան։ Նրանց փոխանակած համբույրը պատահական սիրահարների համբույր չէր, այլ հաստատված զույգի համբույր էր, հարմարավետ իրենց կապի մեջ։ Մինչ նա դիտում էր, թե ինչպես են նրանք խոսում, ծիծաղում, մտերմությամբ դիպչում միմյանց, Ելենեն ամեն ինչ գրավում էր։ Ոչ միայն պատկերներ, ձայներ, այլ նրբերանգներ, ինչպես Հրաչյան թեքվում էր Վերոնիկայի կողմը նույն կերպ, ինչպես մի օր թեքվել էր իր կողմը։ Ինչպես նրա մատները խաղում էին գինու բաժակի հետ, երբ պատրաստվում էր առաջարկություն անել։ Ինչպես նրա դեմքը լուսավորվում էր ապագայի մասին խոսելիս։ Որոշակի պահին Հրաչյան բռնեց Վերոնիկայի ձեռքը, նվիրվածությամբ համբուրեց այն։ Ելենեն մեծացրեց տեսախցիկի խոշորացումը, գրանցեց այն ճշգրիտ պահը, երբ նա ասաց, բավականաչափ պարզ, որպեսզի ձայնագրիչը գրավի։ Առավելագույնս 6 ամիս։ Մինչ այդ, ես հիմնական ակտիվները կփոխանցեմ անվտանգ հաշիվներին։ Նա նույնիսկ 1 ցենտ չի ստանա, բացի օրենքով սահմանված նվազագույնից։ Վերոնիկան ժպտաց, կիշատիչ։ Եվ մենք վերջապես կկարողանանք ապրել մեր կյանքը։ Առանց մեռած բեռի։ Ելենեն տարօրինակ կերպով հանգիստ զգաց, երբ իր կասկածները այդքան հստակ հաստատվեցին։ Նա շարունակեց փաստաթղթավորել ընթրիքս 1 ժամ, մինչ զույգը հաշիվ խնդրեց դուրս եկավ, ձեռք ձեռքի տված դեպի այն, ինչ հավանաբար կլիներ Վերոնիկայի պենթհաուսը Արաբկիրում։ Վերադառնալով բնակարան, Ելենեն բոլոր ապացույցները փոխանցեց իր գաղտնի համակարգչին, պատճեններ ուղարկեց ամպային պահեստ տիկին Մանուկյանին։ Նրա հաղորդագրությունը պարզ էր, երկրորդ փուլը հաջողությամբ ավարտվեց։ Այդ գիշեր, անկողնում պառկած, ուշ հոգնած վերադարձած ամուսնու կողքին, Ելենեն ժպտաց մթության մեջ։ Մետամորֆոզը գրեթե ավարտված էր։ Մնում էր միայն վերջնական հարվածը։ Գլուխ 4. Արտաքին կերպարանափոխությունը։ Դալմա Գարթեն Մոլ Արտրի կենտրոնը փայլում էր իր շքեղ ցուցափեղկերով, բացառիկ հաճախորդներով։ Ելենեն, ով միշտ համարել էր այդ սպառման տաճարը անհասանելի, այժմ քայլում էր նրա մարմարապատ միջանցքներով նոր ինքնավստահությամբ։ Նրա պայուսակում գտնվող վարկային քարտը, Հրաչյայի հետ համատեղ հաշվին կապված, վերջին անգամ կօգտագործվեր հատուկ նպատակի համար։ Կարող եմ օգնել ձեզ, տիկին, հարցրեց Կարոլինա Հերերա բուտիկի վաճառողուհին, զուսպ գնահատելով պոտենցիալ հաճախորդին։ Ինձ զգեստ է պետք կարևոր միջոցառման համար, պատասխանեց Ելենեն այն անվտանգությամբ, որը նա մշակում էր։ Ինչ-որ բան, որը կնշանավորի նոր սկիզբ։ 2 ժամ մի քանի խանութ հետո Ելենեն դուրս եկավ Արտրի կենտրոնից պայուսակներով, որոնք պարունակում էին ոչ միայն կատարյալ զգեստը, կապույտ պետրոլ գույնի մոդել, որը շեշտում էր նրա նոր կորությունները, համապատասխանում նրա աչքերին, այլ կոշիկներ, զուսպ, բայց նրբագեղ զարդեր, բրենդային պայուսակ։ Ընդհանուր արժեքը Հրաչյային կստիպեր ամսվա վերջում հարցականի տակ դնել քաղվածքը, բայց այդ պահին դա նրա ամենափոքր խնդիրներից կլիներ։ Նրա հաջորդ կանգառը հայտնի ոճաբան Կամուրայի սրահն էր, որտեղ նա նշանակված էր ամբողջական կերպարանափոխության համար։ Մազերի կտրվածք, գույն, պրոֆեսիոնալ դիմահարդարում, հաշվարկված ներդրումներ իր նոր կերպարի մեջ։ Ես ուզում եմ ինչ-որ նրբագեղ, բայց բնական բան, բացատրեց նա վարսահարդարին։ Մի տեսք, որը ուժ, ինքնավստահություն կփոխանցի։ Մինչ նա դիտում էր, թե ինչպես են իր մազերի շերտերը ընկնում հատակին, Ելենեն մտածում էր վերջին ամիսներին անցած ճանապարհի մասին։
Դավաճանության սկզբնական ցավը վերածվել էր վառելիքի մի մետամորֆոզի համար, որը նույնիսկ ինքը չէր պատկերացրել հնարավոր։ Ֆիզիկապես նա անճանաչելի էր, ավելի նիհար, ավելի տոնուսավորված կեցվածքով, որը հաղորդում էր ինքնավստահություն։ Բայց ամենախորը փոփոխությունը ներքին էր։ Որտեղ նախկինում կար անապահովություն, հուզական կախվածություն, հիմա աճում էր անսասան վճռականություն։ Դու բացարձակապես շքեղ ես, մեկնաբանեց Կամուրան, ավարտելով աշխատանքը, պտտելով աթոռը, որպեսզի նա կարողանա իրեն տեսնել հայելու մեջ։ Ելենեն հազիվ էր ճանաչում իրեն նայող կնոջը։ Մազերը, այժմ մեղրի երանգով, ոսկեգույն արտացոլանքներով, շրջանակում էին նրա դեմքը ռազմավարական շերտերով, որոնք ընդգծում էին նրա լավագույն անկյունները։ Պրոֆեսիոնալի կողմից կիրառված դիմահարդարումը շեշտում էր նրա աչքերն ու շուրթերը, առանց չափազանցված թվալու։ Դա ինքն էր, բայց բարձրացված նրբագեղ տարբերակը, այն Ելենեն, որը միշտ գոյություն ուներ ենթակայության ինքնաժխտման շերտերի տակ։ Կատարյալ է, պատասխանեց, թույլ տալով իրեն անկեղծ ժպիտ։ Վերադառնալով բնակարան, նա զգուշորեն թաքցրեց գնումները իր զգեստապահարանի խորքում, մի տարածքում, որը նա գիտեր, որ Հրաչյան երբեք չէր ստուգի։ Ծրագիրը մտնում էր իր վճռորոշ փուլը, յուրաքանչյուր մանրուք պետք է մանրակրկիտ վերահսկվեր։ Այդ գիշեր, երբ Հրաչյան ուշ եկավ, ինչպես սովորաբար, Ելենեն բազմոցին էր, կարծես տարված ինչպես փրկել ձեր ամուսնությունը ինքնօգնության գրքով, հաշվարկված ընտրություն, ամրապնդելու անհույս անգիտակից կնոջ կերպարը, որը նա ակնկալում էր տեսնել։ Մազերդ կտրել ես, անուշադիր հարցրեց նա, թուլացնելով փողկապը։ Միայն ծայրերն եմ կտրել, ստեց Ելենեն, արմատական կերպարանափոխությունը թաքցնելով պարզ հանգույցի լայն հագուստի տակ։ Ընթրիքը սառնարանում է, եթե ուզում ես։ Հրաչյան ինչ-որ անհասկանալի բան մրմնջաց գնաց սենյակ, չնկատելով կնոջ աչքերի վճռական փայլը։ Հաջորդ առավոտ Ելենեն էլեկտրոնային նամակ ստացավ տիկին Մանուկյանից, որը հաստատում էր հրավերը Պատրիցիա Թորոսյանի, Հրաչյայի զարմուհու Ալբերկյանների ընտանիքի այն քիչ անդամներից մեկի հարսանիքին, ով միշտ անկեղծորեն վերաբերվել էր նրան։ Միջոցառումը տեղի կունենար հաջորդ շաբաթավերջին, Հյուսիսային պարտեզ հանդիսությունների սրահում, Երևան մայրաքաղաքի ամենաէքսկլյուզիվ հարսանեկան վայրերից մեկում։ Հաստատված է։ Ներկա կլինեն բոլոր նշված կոնտակտները, ներառյալ ասվում էր փաստաբանի կոդավորված հաղորդագրության մեջ։ Ելենեն ժպտաց։ Պատրիցիայի հարսանիքը կլիներ կատարյալ բեմ իր խնամքով կազմակերպված վրեժի հաջորդ գործողության համար։ Ամբողջ Ալբերկյանների ընտանիքը ներկա կլիներ, ինչպես նա շինարարական ընկերության գործընկերները, Հրաչյայի սոցիալական շրջապատի ազդեցիկ դեմքերը։ Եվ իր աղբյուրների համաձայն Վերոնիկանս ներկա կլիներ, իհարկե ոչ որպես Հրաչյայի պաշտոնական ուղեկից, այլ որպես ընտանիքի ընկերուհի, նոր ժամանած Գյումրիից։ Միջոցառմանը նախորդող շաբաթվա ընթացքում Ելենեն ուժեղացրեց իր պատրաստությունները։ Բացի Մարսելի հետ մարզումներից, որոնք մոդելավորել էին նրա մարմինը մինչ գրեթե անճանաչելի դարձնելը, նա ներդրումներ կատարեց առաջադեմ էսթետիկ բուժումներում, լիմֆատիկ դրենաժ, պրոֆեսիոնալ մաշկի մաքրում, մոդելավորող մերսումներ։ Յուրաքանչյուր ընթացակարգ նրան մոտեցնում էր այն իդեալականացված տարբերակին, որը նա ծրագրել էր բացահայտել կատարյալ պահին։ Զուգահեռաբար, նա շարունակում էր սնուցել իր դոսիեն Հրաչյայի դեմ։ Ճաշասենյակում զուսպ տեղադրված տեսախցիկը գրանցում էր զույգի քիչ փոխազդեցությունները, ներառյալ նվաստացուցիչ մանիպուլյատիվ մեկնաբանությունները, որոնք նա թույլ էր տալիս, երբ կարծում էր, թե վերահսկողության տակ է։ Դու պետք է ավելի շատ ջանք գործադրես, գիտես, ասաց նա մի գիշեր, քննադատորեն դիտելով նրան, մինչ նա ընթրիք էր մատուցում։ Նայիր քեզ, միշտ այդքան անփույթ։ Ահա թե ինչու մենք երբեք չենք առաջադիմում որպես զույգ։ Ելենեն կուլ տվեց սուր պատասխանը, որը սպառնում էր դուրս գալ, պարզապես ենթարկվողաբար ժպտաց, մինչ իր գրպանում գտնվող ձայնագրիչը գրավում էր մեկ ապացույց այն հոգեբանական բռնության մասին, որը նա տանում էր տարիներ շարունակ։ Հարսանիքի նախօրեին Ելենեն տեղեկացրեց Հրաչյային, որ կքնի ընկերուհու տանը, միասին միջոցառմանը պատրաստվելու համար։ Որ ընկերուհին, հարցրեց նա, կնճռոտելով հոնքերը։ Դու ընկերուհիներ չունես։ Դիտարկման պատահական դաժանությունը նրան այլս չէր զարմացնում։ Հուլիանան, իմ նոր գրականության դասընթացից։ Վաղը միասին կպատրաստվենք։ Հրաչյան ուսերը թափահարեց, ակնհայտորեն անտարբեր։ Մի նույն է։ Ուրեմն կհանդիպենք արարողության ժամանակ։ Իհարկե, սիրելիս։ Ելենեն մեղմորեն ժպտաց։ Փոխարեն գոյություն չունեցող ընկերուհու տանը, Ելենեն կանգ առավ մի բուտիկ հյուրանոցում, արարողության վայրի մոտ։
Նրան անհրաժեշտ էր լիակատար գաղտնիություն վերջնական կերպարանափոխության համար, ամենակարևորը, ուզում էր հեռվից դիտել հյուրերի ժամանումը հաջորդ օրը։ Հյուրանոցի նրբագեղ սենյակում նա տարածեց կապույտ պետրոլ զգեստը անկողնու վրա խորեց այն մասին, թե ինչ էր պատրաստվում անել։ Մի կարճ պահ նա թույլ տվեց իրեն զգալ դավաճանության, նվաստացման, տարիների անարժեքացման ամբողջ ծանրությունը։ Անձայն արցունքներ հոսեցին նրա դեմքից, ոչ թե տխրությունից կամ զղջումից, այլ կորցրած ժամանակի սկի ապագայի հանդեպ հուզմունքի տարօրինակ համադրությունից, որը նա կկառուցեր։ Երբեք այլս, խոստացավ իրեն, սրբելով արցունքները։ Երբեք այլս փոքր չեմ լինի ուրիշի երազանքներին համապատասխանելու համար։ Հարսանիքի առավոտյան Ելենեն արթնացավ զարմանալի հանգստությամբ։ Նա մանրակրկիտ հետեց իր սահմանած ծրագրին, հանգստացնող լոգանք անուշաբույր աղերով, սննդարար նախաճաշ, կարճ մեդիտացիա, իր մտքերը կենտրոնացնելու համար։ Ժամը 10-ին նա իր սենյակում ընդունեց դիմահարդարին վարսահարդարին, վարձված իր կերպարանափոխությունն ավարտելու համար։ Մինչ նրանք աշխատում էին, Ելենեն մտովի վերանայում էր ծրագրի յուրաքանչյուր մանրուք։ Դու այսօր կփայլես, մեկնաբանեց դիմահարդարը, կիրառելով վերջնական շտրիխները։ Քո ամուսինը չի հավատա իր տեսածին։ Ելենեն առեղծվածային ժպտաց։ Հենց դա է գաղափարը։ Երբ նա վերջապես վեր կացավ, արդյունքը լիամարմին հայելու մեջ դիտելու համար, մետամորֆոզը ավարտված էր։ Կապույտ պետրոլ զգեստը նրբագեղորեն գրկում էր նրա նոր կորությունները, զուսպ, բայց հզոր դեկոլտեն, կողային ճեղքը բացահայտում էր հենց այնքան, որ հետաքրքր էր, առանց վուլգարության։ Բարձրակրունկ կոշիկները նրան բարձրացնում էին ֆիզիկապես փոխաբերականորեն, իսկ նուրբ զարդերը ավելացնում էին նրբագեղության վերջնական շտրիխը։ Բայց նրա դեմքն էր, կամ ավելի ճիշտ, նրա արտահայտությունը, որն ավարտում էր կերպարանափոխությունը։ Աչքերում, որոնք նախկինում ենթակայություն էին ցուցաբերում, այժմ փայլում էր հանգիստ վճռականություն։ Կատարյալ գծագրված շուրթերին ինքնավստահ ժպիտը փոխարինում էր անվստահ դողին։ Դա Ելենեն էր, բայց Ելենեի բարձրացված, նրբագեղ տարբերակը, այն Ելենեն, որը միշտ գոյություն ուներ ենթակայության ինքնաժխտման շերտերի տակ։ Ժամանակն է, մրմնջաց իր արտացոլանքին, վերցնելով երեկույթի պայուսակը, որտեղ խնամքով դրել էր Հրաչյայի դեմ ապացույցներով բջջային հեռախոսը։ Մինչ տաքսին նրան տանում էր դեպի հյուսիսային պարտեզ, Ելենեն վերջին հաղորդագրությունն ուղարկեց տիկին Մանուկյանին։ Դիրքը 15 րոպեից։ Պատրաստվեք երրորդ փուլին։ Պատասխանը եկավ գրեթե անմիջապես։ Մեր կողմից ամեն ինչ պատրաստ է։ Փաստաթղթերը կազմակերպված են։ Քաջություն։ Ելենեն հենվեց նստատեղին, դիտելով, թե ինչպես են երանի լույսերը արագ անցնում պատուհանից։ Վաղը կլինի այն օրը, երբ նա վերջապես կդիմակայի Հրաչյային բոլոր այն ապացույցներով, որոնք մանրակրկիտ հավաքել էր ամիսներ շարունակ։ Վաղը նրա կառուցած ստի ամրոցը կփլուզվի։ Եվ Ելենեն կլիներ այնտեղ, այլս ոչ որպես զոհ, այլ որպես իր սեփական ազատագրման ճարտարապետ։ Գլուխ 5. Հաղթական մուտքը։ Զրույցների աղմուկը այգում աստիճանաբար նվազեց, երբ Ելենեն անցավ խոլորտներով զարդարված դարպասով։ Ինչպես ալիքները հեռանում են հանգիստ ջրերում նետված քարից, լռությունը տարածվեց հյուրերի մեջ, որին հաջորդեցին հետաքրքրասեր շշուկներ, հիացական հայացքներ։ Ո՞վ էր այդ շքեղ կինը։ Ոմանք նրան դիտում էին, փորձելով ճանաչել, մինչ ուրիշներ պարզապես վայելում էին նրա մագնիսական ներկայությունը։ Ելենեն առաջ էր շարժվում հաշվարկված քայլերով, ոչ շտապողական, ոչ էլ վարանող, այնքան ինքնավստահ քայլվածքով, որը հստակ գիտեր, թե ինչ ազդեցություն է թողնում։ Տարիների անապահովությունը փոխարինվել էր անսասան վստահությամբ։ Նա ոչ միայն մտնում էր երեկույթի։ Նա հետ էր վերցնում իր տեղն աշխարհում։ Այգու մյուս կողմում Հրաչյան աշխույժ զրուցում էր գործադիրների խմբի հետ, ժեստեր անելով մեծ գործարք կնքելուց առաջ բնորոշ հուզմունքով։ Նրա կողքին, զուսպ մոտ, բայց ոչ այնքան մտերիմ, որ կասկածներ առաջացներ, Վերոնիկան ժպտում երբեմն գլխով անում էր, կատարելապես մարմնավորելով ընտանիքի ընկերուհու դերը։ Առաջինը Հրաչյայի հորեղբայր Լոն Կարապետյանն էր, Ալբերկյանների ընտանիքի պատրիարքը, ով նկատեց Ելենեին։ Էլեգանտ տարեց տղամարդը հանկարծակի ընդհատեց իր զրույցը, շտկեց ակնոցը բարձրաձայն բացականչեց, բավականաչափ բարձր, որպեսզի լսելի լինի մոտակա մարդկանց համար։ Աստված իմ, դա Ելենեն է։ Գլուխները շրջվեցին նշված ուղղությամբ։ Նրան ճանաչող հյուրերի շրջանում արձագանքը միաձայն էր, զարմանք, որին հաջորդում էր դժկամ հիացմունք։ Այն Ելենեն, որին նրանք ճանաչում էին, Հրաչյայի զուսպ ու ձանձրալի կինը, անհետացել էր։
Նրա տեղում մի կին էր, որը նրբագեղություն առեղծված էր արտահայտում։ Պատրիցիան հարսնացուն առաջինն էր, ով կոտրեց հավաքական հմայքը։ Թողնելով հարսնաքույրերի խումբը, նա անցավ այգով բաց ձեռքերով։ Ելենե, դու բացարձակապես շքեղ ես, բացականչեց, գրկելով իր զարմուհուն անկեղծ սիրով։ Շնորհակալություն, Պատրիցիա։ Դու շողշողուն ես, պատասխանեց Ելենեն, անկեղծորեն ժպտալով Ալբերկյանների ընտանիքի միակ անդամին, ով միշտ անկեղծորեն վերաբերվել էր նրան։ Ինչ է պատահել քեզ, շշնջաց Պատրիցիան, դեռ բռնած նրա ձեռքերը զարմանքով զննելով նրան։ Դու տարբեր ես։ Հրաշալի։ Ելենեն առեղծվածային ժպտաց։ Ասենք, որ ես գտա իսկական Ելենեին, որը երկար ժամանակ թաքնված էր։ Մինչ նա զրուցում էր հարսնացուի հետ, Ելենեն ծայրամասայինորեն հետում էր շրջակա արձագանքներին։ Նա տեսավ, թե ինչպես Կարմենը, ընտանիքի մայրը Հրաչյայի հետ նրա ամուսնության ամենամեծ քննադատը, խեղդվեց շամպայնով, ճանաչելով նրան։ Նա նկատեց Վերոնիկայի գնահատող անհանգիստ հայացքը, ով ակնհայտորեն չէր սպասում նման կերպարանափոխություն աննշան կնոջ մոտ։ Եվ, վերջապես, նա բռնեց այն ճշգրիտ պահը, երբ Հրաչյան նկատեց նրան։ Նրա արտահայտությունը անգին էր, ցնցումի, շփոթության մի ավելի բարդ բանի խառնուրդ, որը կարելի էր նկարագրել որպես պրիմիտիվ վախ։ Մի պահ, նրա ձեռքի բաժակը կարծես մոռացվել էր, գրեթե սահելով հանկարծակի թուլացած մատների միջից։ Նրա բերանը թեթակի բացվեց, հոնքերը բարձրացան, նրա ամբողջ կեցվածքը, սովորաբար վերահսկվող գերիշխող, կարծես մի պահ անկայունացավ։ Ելենեն թույլ տվեց իրեն վայելել այդ պահը։ Տարիներ շարունակ նվաստացվելուց, թերագնահատվելուց, դավաճանվելուց հետո, նա վերջապես վերահսկում էր իրավիճակը։ Պատրիցիային քաղաքավարի արդարացում տալով, նա սկսեց շրջել երեկույթում, ողջունելով ծանոթներին այն հեշտությամբ, ով միշտ պատկանել է այդ միջավայրին։ Ելենե։ Աստված իմ, ինչքան ժամանակ, բացականչեց Մարիամ Վարդանյանը, Ալբերկյան շինարարական ընկերության հիմնական ներդրողներից մեկի կինը։ Դու հիասքանչ ես։ Պետք է ինձ պատմես քո գաղտնիքը։ Ոչ մի գաղտնիք, Մարի, պատասխանեց նա առեղծվածային ժպիտով։ Պարզապես որոշեցի ներդրում կատարել ինքս ինձ վրա։ Աչքի անկյունից Ելենեն դիտում էր Հրաչյային, ով փորձում էր պահպանել ինքնատիրապետումը, մինչ ակնհայտորեն պայքարում էր նրա մոտ գալու ցանկության դեմ։ Նրա կողքին Վերոնիկան շտապ ինչ-որ բան էր շշնջում, գեղեցիկ դեմքը աղավաղված դժգոհության արտահայտությամբ։ Հարսանեկան արարողությունը անցավ բարձր հասարակության միջոցառումներին բնորոշ խորեոգրաֆիկ կատարելությամբ։ Ելենեն նրբագեղորեն ներկա էր, բայց ռազմավարականորեն հեռու Հրաչյայից։ Ամբողջ միջոցառման ընթացքում նա զգում էր նրա հայացքները, որոնք փոփոխվում էին շփոթության, նորացված ցանկության անհանգստության մեջ, հենց այն արձագանքները, որոնք նա ծրագրել էր առաջացնել։ Հաջորդող ընդունելության ժամանակ Ելենեին մոտեցան մի քանի ամուրի տղամարդիկ, նույնիսկ որոշ ամուսնացածներ, բոլորը հանկարծակի հետաքրքրված էին առեղծվածային կնոջով, ում ոչ ոք իրականում չէր ճանաչել նախկինում, չնայած տարիներ շարունակ սոցիալական միջոցառումներում նրա ծայրամասային ներկայությանը։ Չգիտեի, որ մեր մեջ կինոաստղ ունենք, մեկնաբանեց Էդուարդը, Երանի ամենացանկալի ամուրիներից մեկը, առաջարկելով նրան մի բաժակ շամպայն։ Որտեղ է Հրաչյան քեզ թաքցրել այսքան տարի։ Ելենեն ընդունեց խմիչքը հաշվարկված ժպիտով։ Միգուցե հարցն այն է, թե ես որտեղ էի թաքնված այս ամբողջ ժամանակ։ Զրույցը զարմանալի հեշտությամբ հոսեց։ Ելենեն վերջին ամիսներին հայտնաբերել էր, որ անապահովության բեռից ազատվելով, նա ուներ բնական հմայք սուր ինտելեկտ, որոնք գերում էին մարդկանց։ Մինչ նա աշխույժ զրուցում էր Էդուարդի հետ ժամանակակից գրականության մասին, թեմա, որը Հրաչյան միշտ համարել էր չափազանց պերճախոս իր համար, նա աչքի անկյունից նկատեց իր ամուսնուն, ով վերջապես քաջություն էր հավաքում մոտենալու համար։ Ելենե, Հրաչյայի ձայնը լարված հնչեց, հարկադրված անուշադիր տոնով, որը չէր խաբի նրան լավ ճանաչող որևէ մեկին։ Կարող եմ քեզ հետ մի րոպե խոսել։ Նա ժպտաց Էդուարդին։ Կներեք, շուտով կվերադառնամ։ Հրաչյան նրան տարավ սրահի ավելի զուսպ անկյունը, իր ձեռքը փորձելով տիրականորեն դնել նրա գոտկատեղին, մի ժեստ, որից Ելենեն հմտորեն խուսափեց նուրբ շարժումով, որը պատահական կթվար դիտողի համար։ Ինչ է սա նշանակում, շշնջաց նա, մշուշոտորեն ժեստ անելով իր կերպարանափոխված տեսքին։ Ելենեն բարձրացրեց իր կատարյալ գծագրված հոնքը։ Սա ինչ, Հրաչյա։ Իմ զգեստը։ Հավանեցի՞ր։ Կարոլինա Հերերայե։ Դու շատ լավ գիտես, թե ինչի մասին եմ խոսում, նա նեղացրեց աչքերը։
Հանկարծ այսպես ես հայտնվում, լիովին տարբեր։ Զրուցում ես Էդուարդի հետ, կարծես հին ընկերներ լինեք։ Ինչ ես փորձում ապացուցել։ Ես ոչինչ չեմ փորձում ապացուցել, հանգիստ պատասխանեց նա։ Պարզապես ապրել եմ իմ կյանքը վերջին ամիսներին, մինչ դու զբաղված էիր։ Այն, թե ինչպես նա արտասանեց զբաղված բառը, Հրաչյային թեթակի գունատեց։ Նրա աչքերը բնազդաբար փնտրեցին Վերոնիկային սրահի մյուս կողմում, ով ակնհայտ անհանգստությամբ դիտում էր փոխազդեցությունը։ Չգիտեմ, թե ինչ ես ակնարկում, նա արագ վերականգնեց ինքնատիրապետումը։ Բայց ինձ դուր չի գալիս այս խաղը, որ խաղում ես։ Ելենեն ժպտաց, առաջին անգամ անկեղծորեն զվարճացած ժպիտով։ Խաղ։ Ինչ խաղ, սիրելիս։ Ես պարզապես վայելում եմ քո զարմուհու հարսանիքը։ Նախքան Հրաչյան կկարողանար պատասխանել, Ելենեն նկատեց Վերոնիկային, ով վճռականորեն մոտենում էր։ Կատարյալ։ Հենց դա էր նա սպասում։ Հրաչյա սիրելիս, պետք է խոսենք այդ հարցի մասին, ընդհատեց Վերոնիկան, Ելենեին նետելով մի հայացք, որը փորձում էր գերազանց լինել, բայց բացահայտում էր հստակ անվստահություն։ Ահ, դու պետք է Վերոնիկան լինես, քաղցրորեն ասաց Ելենեն, մեկնելով ձեռքը։ Հրաչյան հիշատակել էր Ռիոյից նոր ընկերուհու մասին։ Ուրախ եմ վերջապես ծանոթանալու։ Երկուսի դեմքերի ցնցումը գրեթե ծիծաղելի էր։ Վերոնիկան առաջինը վերականգնվեց, ակնհայտ դժկամությամբ սեղմելով առաջարկված ձեռքը։ Ես էլ եմ ուրախ, մեխանիկորեն պատասխանեց նա։ Հրաչյան շատ է խոսում քո մասին։ Կարծում եմ, այո, Ելենեն պահպանեց հանգիստ ժպիտը։ Ի վերջո, ես նրա կինն եմ 10 տարի։ Կին բառի նուրբ շեշտադրումը ստիպեց Վերոնիկային կնճռոտել հոնքերը։ Ելենեն հասկացավ, որ ժամանակն է նրանց թողնել աճող անհանգստության հետ։ Եթե թույլ կտաք, խոստացել եմ Էդուարդին ավարտել մեր զրույցը Գաբրիել Գարսիա Մարկեսի մասին։ Կարծես վերջապես գտա մեկին, ով գրականությունը նույնքան է գնահատում, որքան ես։ Նրանց ակնհայտորեն անհանգիստ թողնելով, Ելենեն նրբագեղորեն վերադարձավ իր երկրպագուի մոտ, զգալով այն ուժի էներգիան, որը երբեք չգիտեր, որ ուներ։ Հաջորդ ժամերին նա շարունակեց շրջել միջոցառմանը, հրապուրելով հյուրերին իր նորացված ներկայությամբ, միշտ Հրաչյային Վերոնիկային պահելով իր գիտակցության ծայրամասում։ Երբ երեկույթը սկսեց նվազել, կեսգիշերին մոտ, Ելենեն որոշեց, որ ժամանակն է հաջորդ քայլի։ Վերջին հմայիչ ժպիտով Էդուարդին, ով պնդում էր իր քարտը տալ որե օր սուրճ խմելու համար, նա շարժվեց դեպի ելքը։ Ինչպես կանխատեսել էր, Հրաչյան նրան կանգնեցրեց նախքան նա կհասներ դռանը։ Ո՞ր ես գնում, հարցրեց նա, ձայնը տատանվելով իշխանության անհանգստության մեջ։ Ելենեն շտկեց շալը ուսերին։ Տուն, Հրաչյա։ Ես հոգնած եմ։ Դու մեր մեքենայով չես եկել։ Տաքսի կկանչեմ։ Մի ծիծաղեցրու ինձ, նա իջեցրեց ձայնը, փորձելով խելամիտ թվալ։ Պետք է խոսենք քեզ հետ կատարվողի մասին։ Ելենեն ուղիղ նայեց նրան, թույլ տալով, որ նա առաջին անգամ տեսնի նրա աչքերում հիմնարար փոփոխությունը, ոչ միայն կատարյալ դիմահարտարումը, այլ վախի ենթակայության բացակայությունը, որոնք նրա մշտական ուղեկիցներն էին 10 տարի շարունակ։ Այո, պետք է խոսենք, վերջապես համաձայնեց նա։ Վաղը երեկոյան։ 8-ին։ Երկուսիս համար ընթրիք կպատրաստեմ։ Հրաչյան կարճ ժամանակով թեթացած թվաց, հրավերը մեկնաբանելով որպես հաշտեցման կամ գոնե նորմալացման նշան։ 8-ին ուրեմն։ Ելենեն ժպտաց, ոչ թե հաշվարկված ժպիտով, որը նա պահպանել էր ամբողջ երեկույթի ընթացքում, այլ ավելի անկեղծ, հետաբար ավելի անհանգստացնող բանով։ Մի ուշացիր, պարզապես ասաց նա, նախքան շրջվելը դեպի ելքը քայլելը։ Տաքսիում, վերջապես մենակ, Ելենեն թույլ տվեց իրեն հանգստանալ առաջին անգամ ժամեր շարունակ։ Նա վերցրեց բջջային հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց տիկին Մանուկյանին, երրորդ փուլը հաջողությամբ ավարտվեց։ Վերջնական փուլին պատրաստվում եմ վաղը։ Պատասխանը գրեթե անմիջապես եկավ։ Մեր կողմից ամեն ինչ պատրաստ է։ Փաստաթղթերը կազմակերպված են։ Քաջություն։ Ելենեն հենվեց նստատեղին, դիտելով, թե ինչպես են Երանի լույսերը արագ անցնում պատուհանից։ Վաղը կլինի այն օրը, երբ նա վերջապես կդիմակայի Հրաչյային բոլոր այն ապացույցներով, որոնք մանրակրկիտ հավաքել էր ամիսներ շարունակ։ Վաղը, նրա կառուցած ստի ամրոցը կփլուզվի։ Եվ Ելենեն կլիներ այնտեղ, այլս ոչ որպես զոհ, այլ որպես իր սեփական ազատագրման ճարտարապետ։ Գլուխ 6. Վերջնական առճակատումը։
Կենտրոն թաղամասում գտնվող Ալբերտյան Գարթենս շենքի պենթհաուսը անթերի էր։ Ելենեն ամբողջ առավոտը նվիրել էր իր մանրակրկիտ վրեժի վերջնական գործողության համար տեսարանի պատրաստմանը։ Կարմրափայտ ճաշասեղանը դրված էր ամենանուրբ ճենապակյով, բյուրեղապակյա բաժակները արտացոլում էին ռազմավարականորեն տեղադրված մոմերի մեղմ լույսը, ծովախեցգետնի ռիզոտոյի, Հրաչյայի սիրելի ուտեստի բույրը լցնում էր սենյակը։ Բայց դա հաշտեցման ընթրիք չէր, որը Ելենեն պատրաստում էր։ Դա դարան էր։ Հիմնական ճաշատեսակի կողքին զուսպ սպասում էր շագանակագույն կաշվե թղթապանակ։ Նրա ներսում ժամանակագրական կարգով դասավորված ամիսներ շարունակ հավաքված բոլոր ապացույցներն էին, կասկածելի փոխանցումներ ցույց տվող բանկային քաղվածքներ, գաղտնի հանդիպումների լուսանկարներ, փոխզիջումային խոսակցությունների ձայնագրություններ, նախամուսնական բնօրինակ պայմանագրի պատճեններ, ռազմավարության կենտրոնական մասը, փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Հրաչյան մանիպուլյացիայի էր ենթարկել ընկերության ֆինանսները, ակտիվները ամուսնալուծության դեպքում թաքցնելու համար։ Ժամը 7:45 րոպեին Ելենեն վերջին շտրիխները տվեց դիմահարդարմանը։ Նա ընտրեց ավելի զուսպ տեսք, քան երեկույթի համար, բայց նույնքան հզոր, զգեստ, մինչ ծնկները հասնող, բարձրակրունկ կոշիկներ, որոնք նրան գրեթե Հրաչյայի հասակին էին դնում, մազերը բաց, մեղմ ալիքներով։ Նա կարծես գործադիր էր, պատրաստ վճռորոշ հանդիպման, ինչը, ինչ-որ առումով, հենց այդպես էլ կար։ Դոմոֆոնը զանգահարեց հենց ժամը 8-ին։ Հրաչյան միշտ մոլուցքային էր եղել ճշտապահության նկատմամբ, մի հատկանիշ, որը Ելենեն հիմա առաջին անգամ էր գնահատում։ Բարի երեկո, նա ընդունեց նրան վերահսկվող ժպիտով։ Ճշտապահ, ինչպես միշտ։ Հրաչյան մտավ բնակարան, իրեն բնորոշ զգուշության ամբարտավանության խառնուրդով։ Նա կրում էր անթերի մուգ կապույտ կոստյում, հավանաբար ուղիղ գրասենյակից, իր հետ ուներ մեկ շիշ կարմիր գինի։ «Բերեցի քո սիրելին», ասաց նա, մեկնելով շիշը որպես խաղաղության առաջարկ։ Մտածեցի, որ կարող ենք տոնել։ Տոնել։ Ելենեն բարձրացրեց հոնքը, ընդունելով գինին։ Եվ ինչ պետք է տոնենք, կոնկրետ։ Հրաչյան վարանեց, ակնհայտորեն շփոթված ուղիղ հարցից։ Դե մեր նոր սկիզբը, միգուցե։ Դու կարծես տարբեր ես։ Լավ իմաստով, շտապեց ավելացնել։ Երեկ, հարսանիքին, դու շքեղ էիր։ Բոլորն էին մեկնաբանում։ Ելենեն ժպտաց, ճանաչելով մարտավարությունը։ Հրաչյան միշտ գիտեր, թե ինչպես ռազմավարականորեն օգտագործել գովեստները, ոչ թե արժորելու, այլ մանիպուլյացիայի համար։ Արի, ընտրենք, մինչ տաք է, նա ցույց տվեց խնամքով դրված սեղանը։ Պատրաստել եմ քո սիրելի ռիզոտոն։ Առաջին 20 րոպեի ընթացքում նրանք մակերեսային զրույց պահեցին։ Հրաչյան խոսեց շինարարական ընկերության, պոտենցիալ նոր նախագծերի, այն մասին, թե ինչպես էր անշարժ գույքի շուկան նորից աշխուժանում անկման շրջանից հետո։ Ելենեն նրան լսեց կրթված հետաքրքրությամբ, երբեմն հարցեր տալով, որոնք ցույց էին տալիս զարմանալի գիտելիքներ այն հարցերի մասին, որոնք նա միշտ համարում էր իր ընկալումից դուրս։ Երբվանից ես այդքան լավ հասկանում անշարժ գույքի կառուցումից, վերջապես հարցրեց նա, միաժամանակ շփոթված հիացած։ Միշտ էլ հասկացել եմ, Հրաչյա։ Դու չես հետաքրքրվել իմ կարծիքով, հանգիստ պատասխանեց նա, ավելի շատ գինի լցնելով նրա համար։ Ի դեպ, իմ մասին շատ բաներ կան, որոնք դու երբեք չես ջանք թափել բացահայտելու։ Նրանց միջ անհարմար լռություն տիրեց։ Հրաչյան կոկորդը մաքրեց, շտկելով փողկապը, ինչպես անում էր, երբ ճնշված էր զգում իրեն։ Ելենե, երեկվա մասին, վերջին ամիսների մասին։ Գիտեմ, որ հեռու եմ եղել, տարված աշխատանքով։ Միգուցե չեմ եղել այն ամուսինը, որին դու արժանի ես։ Միգուցե, մեղմորեն կրկնեց Ելենեն, ձայնի մեջ հեգնանքի նոտայով։ Հրաչյան թեքվեց սեղանին, ընդունելով իր ամենաանկեղծ արտահայտությունը, այն, որը նա օգտագործում էր դժվար գործարքներ կնքելու համար։ Ուզում եմ, որ իմանաս, որ հպարտ եմ այն կերպարանափոխությամբ, որ դու արել ես։ Ցույց տվեցիր վճռականություն, կարգապահություն։ Այն հատկությունները, որոնք միշտ գնահատել եմ։ Որքան հետաքրքիր է, Ելենեն մի կում գինի խմեց, աչքերը հառած նրա աչքերին։ Որովհետև ես հստակ հիշում եմ, թե ինչպես էիր ինձ անվանում մեռած բեռ խոչընդոտ։ Ինչպես էիր ասում, որ ես ամբիցիա կամ փայլ չունեմ։ Գույնը ակնթարթորեն լքեց Հրաչյայի դեմքը։ Ինչ։ Ես երբեք դա չեմ ասել։ Դու պետք է սխալ հասկացած լինես ինչ-որ խոսակցություն կամ։ Ոչ, Հրաչյա, Ելենեն ընդհատեց նրան հանգստությամբ։ Ես սխալ չհասկացա։
Ես կատարելապես լսեցի, երբ դու Վերոնիկային ասացիր, որ ես պարզապես մեռած բեռ եմ, որ նա կլինի քո երեխաների իսկական մայրը, որ դու դեռ չես ամուսնալուծվում, որպեսզի ոչ մի ցենտ չկորցնես։ Հրաչյայի կեցվածքի փոփոխությունը անմիջական կտրուկ էր։ Փորձված ինքնավստահությունը զիջեց տեղը պաշտպանողական կարծրության, հմայիչ ժպիտը անհետացավ, փոխարինվելով շուրթերի լարված գծով։ Նրա աչքերը, միշտ հաշվարկող, այժմ գրանցում էին աճող տագնապ։ Չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում, փորձեց խաբել նա, բայց նրա ձայնը դավաճանեց անորոշություն։ Ո՞վ է Վերոնիկան։ Ելենեն ժպտաց, ոչ թե դառը կամ վրիժառու ժպիտով, այլ հանգիստ, ինչպես նա, ով վերջապես հասնում է լեռան գագաթին հոգնեցուցիչ բարձրացումից հետո։ Խնդրում եմ, Հրաչյա, խնայիր մեզ այդ թատրոնից։ Վերոնիկա Մոնտերո 32 տարեկան ճարտարապետ գյումրեցի աշխատում էր Բաղդասարյան ընկերներ գրասենյակում, որը պատահաբար ծառայություններ է մատուցում Ալբերտյան որդիներին մոտ 1 տարի է։ Դուք ծանոթացել եք Արաբկիրի այգիներ նախագծի բացման ժամանակ, որտեղ նա պատասխանատու էր լանդշաֆտային նախագծի համար։ Այդ ժամանակից ի վեր դուք պարբերաբար հանդիպում եք այն բնակարանում, որը դու վարձում ես նրա համար Սարյան փողոցում, թիվ 214, բնակարան 1507։ Հրաչյայի դեմքի ցնցումը այլ հանգամանքներում ծիծաղելի կլիներ։ Նրա բերանը մի քանի անգամ բացվեց-փակվեց, առանց ձայն արձակելու, ինչպես ջրից դուրս ձուկ։ Երբ նա վերջապես վերականգնեց ձայնը, այն խռպոտ դուրս եկավ, գրեթե խեղդված։ Դու հետել ես ինձ։ Դետեկտիվ վարձել ես։ Ելենեն կարճ ծիծաղեց։ Պետք չեղավ։ Դու այնքան շատ հետքեր էիր թողել, որ գրեթե հիասթափեցնող էր։ Բանկային քաղվածքներ, անդորրագրեր, ռեստորանների ամրագրումներ։ Էլ չեմ խոսում մեր տան գրասենյակում տեսազանգերի ժամանակ քո զարմանալի անզգուշության մասին։ Հրաչյան էլ ավելի գունատվեց։ Դու լսել ես մեր խոսակցությունները։ Բավականաչափ լսել եմ, պատասխանեց Ելենեն, հանգստությամբ վեր կենալով։ Բայց մի անհանգստացիր։ Ես շատ ավելին ունեմ, քան պարզապես հիշողությունները։ Նա մոտեցավ կողային սեղանին, վերցրեց շագանակագույն թղթապանակը, չափված քայլերով վերադառնալով սեղանին։ Նա այն դրեց Հրաչյայի առջ, առանց բառ ասելու։ Ինչ է սա, հարցրեց նա, թե նրա տոնը ցույց էր տալիս, որ նա արդեն կասկածում էր պատասխանին։ Բացիր, իմացիր։ Ակնհայտորեն դողացող մատներով Հրաչյան բացեց թղթապանակը։ Նրա աչքերը աստիճանաբար լայնացան, երբ նա թերթում էր մանրակրկիտ կազմակերպված փաստաթղթերը։ Նրա Վերոնիկայի լուսանկարները ռեստորաններում, բնակարան մտնելիս դուրս գալիս, նվերներ փոխանակելիս։ Ապագայի իրենց ծրագրերի մասին բացահայտ խոսակցությունների արտագրություններ։ Կասկածելի փոխանցումների օրինաչափությունը ցույց տվող բանկային քաղվածքներ։ Եվ ամենակործանարարը իր անձնական հաշվապահի հետ փոխանակված էլեկտրոնային նամակների պատճեններ, որոնք մանրամասնում էին ամուսնալուծության դեպքում ակտիվները թաքցնելու ռազմավարությունները։ Սա նրա ձայնը խզվեց։ Սա անձնական կյանքի ներխուժում է։ Ապօրինի է։ Ելենեն հենվեց աթոռին, դիտելով նրան կլինիկական հետաքրքրությամբ։ Տարօրինակ է, թե ինչպես է քո առաջին մտահոգությունը իմ գործողությունների օրինականության մասին, ոչ թե քո գործողությունների բարոյականության։ Ինչ ես ուզում այս ամենով, վերջապես հարցրեց Հրաչյան, փակելով թղթապանակը, կարծես դրա բովանդակության հետ պարզ շփումը կվարակեր իրեն։ Ինչ եմ ուզում, մտածկոտ կրկնեց Ելենեն։ Սկզբում, երբ իմացա քո դավաճանության մասին, ուզում էի պարզապես վրեժ։ Ուզում էի, որ դու տառապես, ինչպես ես տառապեցի։ Բայց այս ամիսների ընթացքում, երբ հավաքում էի այդ ապացույցները, հասկացա, որ այն, ինչ իրականում ուզում եմ, շատ ավելի պարզ է, իմ ազատությունը։ Նա վերջին կում գինի խմեց, նախքան շարունակելը։ Ես ուզում եմ ամուսնալուծվել, Հրաչյա։ Եվ ուզում եմ այն, ինչ ինձ է պատկանում իրավունքով, այն ամենի կեսը, ինչ մենք կառուցել ենք այս 10 տարվա ընթացքում, ներառյալ այն ակտիվները, որոնք դու այդքան խնամքով փորձել ես թաքցնել։ Հրաչյան ձեռքը տարավ մազերին, նյարդային ժեստ, որը Ելենեն լավ գիտեր։ Նրա միտքը ակնհայտորեն աշխատում էր ամբողջ արագությամբ, գնահատելով տարբերակները, ելքեր փնտրելով։ Ելենե, եկեք խելամտորեն խոսենք, փորձեց նա, ընդունելով իր ամենահաշտարար տոնը։ Ես խոստովանում եմ, որ սխալներ եմ թույլ տվել։ Վերոնիկան շեղում էր, թուլության պահ։ Մենք կարող ենք հաղթահարել դա, վերակառուցել մեր ամուսնությունը։
Դու ակնհայտորեն ներդրում ես կատարել ինքդ քեզ վրա, շքեղ ես, մենք կարող ենք նորից սկսել։ Ոչ, Ելենեն վճռականորեն ընդհատեց նրան։ Նոր սկիզբ չկա այն բանից հետո, ինչ ես լսեցի, ինչ տեսա, ինչ հայտնաբերեցի։ Դու ինձ դավաճանեցիր ոչ միայն մեկ այլ կնոջ հետ, Հրաչյա։ Դու դավաճանեցիր իմ վստահությունը, իմ արժանապատվությունը։ Դու ինձ նվաստացրիր սառնասրտորեն ծրագրեցիր ինձ առանց ոչնչի թողնել։ Հրաչյան թողեց հաշտարար կերպարը, նրա աչքերը կարծրացան։ Լավ։ Ամուսնալուծությունն ես ուզում։ Ամուսնալուծություն կունենանք։ Բայց դու նախամուսնական պայմանագիր ես ստորագրել։ Դու չես ստանա նույնիսկ կեսը այն բանի, ինչ կարծում ես, որ արժանի ես։ Ելենեն ժպտաց։ Նա մտովի փորձել էր այս պահը ամիսներ շարունակ, Հրաչյան հետում էր կանխատեսված սցենարին գրեթե ծիծաղելի ճշգրտությամբ։ Ահ, այո։ Նախամուսնական պայմանագիրը։ Այնքան հարմար է, չէ՞։ Նա թղթապանակից հանեց մի հատուկ փաստաթուղթ։ Պարզվում է, որ նախամուսնական պայմանագրերը կարող են վիճարկվել, երբ կան հարկադրանքի, խարդախության կամ ակնհայտ անարդար վարքագծի ապացույցներ։ Եվ ես ունեմ ոչ միայն քո անհավատարմության ապացույցներ, այլ ակտիվները թաքցնելու քո միտումնավոր փորձի ապացույցներ, ինչը ցանկացած դատավոր կհամարի խարդախություն։ Նա մեկ այլ փաստաթուղթ սահեց սեղանի վրայով։ Բացի այդ, ինչպես հաստատվել է 3 անկախ իրավաբանների կողմից, պայմանագիրը պարունակում է իրավաբանորեն կասկածելի կետեր պատշաճ կերպով չի վերանայվել ինձ իրականում ներկայացնող իրավաբանի կողմից։ Հրաչյան վերցրեց թուղթը, աճող տագնապով կարդալով այն։ Սա չի աշխատի։ Իմ հայրն է կազմել այդ պայմանագիրը։ Այն անվիճարկելի է։ Քո հայրը հիանալի կորպորատիվ իրավաբան է, բայց ընտանեկան իրավունքը նրա մասնագիտությունը չէ, հանգիստ պատասխանեց Ելենեն։ Եվ նա անշուշտ չէր հաշվում սրա հետ։ Նա վերցրեց բջջային հեռախոսը միացրեց բյուրեղյա պարզ ձայնագրություն, Հրաչյայի ձայնը, որը հստակ հայտարարում էր, որ Ելենեին պահում էր սառույցի վրա, միայն այն բանի համար, որ չբաժանի ունեցվածքը, որ հենց որ կարողանար բավականաչափ պաշտպանել իր ակտիվները, կազատվեր նրանից առանց 1 դրամի։ Հրաչյայի դեմքը փոփոխվում էր սպիտակի կարմրի միջ, երակը տեսանելիորեն բաբախում էր նրա քունքին։ Մի պահ, նա կարծես պատրաստ էր բռնկվել զայրույթից, բայց հետո փլվեց աթոռին, պարտված։ Ինչ ես ուզում կոնկրետ, հարցրեց նա ցածր ձայնով։ Արդեն ասացի, ուզում եմ ամուսնալուծություն գույքի արդար բաժանում։ Բնակարանի կեսը, շինարարական ընկերության բաժնետոմսերի կեսը, հաշիվների ներդրումների կեսը, ներառյալ այն մեկը, որը դու փորձել ես թաքցնել։ Ես նա ուզում եմ փոխհատուցում քո բռնի վարքագծի պատճառով առաջացած հուզական վնասների համար, արժեք, որն իմ փաստաբանն արդեն հաշվարկել է ներառել համաձայնագրի առաջարկի մեջ։ Նա մեկ վերջին փաստաթուղթ սահեց սեղանի վրայով, Տիկին Մանուկյանի կողմից արդեն կազմված ամուսնալուծության առաջարկը։ Եթե դու ընդունես այս պայմանները բարեկամաբար ստորագրես, այդ ապացույցները, նա ցույց տվեց թղթապանակը, կմնան մեր միջ։ Հակառակ դեպքում, այս ամենը կներկայացվի դատարան։ Կարծում եմ, որ քո գործընկերները, ընտանիքը Վերոնիկան կհիանան այս նյութով։ Հրաչյան թերթեց առաջարկվող համաձայնագիրը, նրա դեմքը աղավաղվում էր զայրույթի անհավատության խառնուրդով, քանի որ նա հասկանում էր պահանջների չափը։ Ի վերջո, նա բարձրացրեց աչքերը դեպի Ելենեն, այն կինը, ում նա կարծում էր, որ ճանաչում վերահսկում էր 10 տարի շարունակ, բայց ով հիմա բացահայտվում էր որպես լիովին անծանոթ, անողոք իր վճռականության մեջ։ Դու այս ամենը պլանավորել ես, դա հարց չէր, այլ սարսափած արտահայտություն։ Այս բոլոր ամիսներին։ Ես լավագույնից եմ սովորել, սիրելիս, Ելենեն հանգիստ ժպտաց։ Դու միշտ ասել ես, որ բիզնեսը պահանջում է համբերություն, ռազմավարություն ճիշտ պահը շախմատի համար։ Հրաչյան երկար րոպեներ նայեց փաստաթղթին, կարծես սպասում էր, որ բառերը կախարդական կերպով կփոխվեն։ Ի վերջո, պարտված հառաչելով, հարցրեց. Որքան ժամանակ ունեմ որոշելու համար։ Հիմա, պարզապես պատասխանեց Ելենեն։ Գրիչը քո ափսեի կողքին է։ Ստորագրիր, կամ վաղը քո գործընկերները, ընտանիքը Վերոնիկան կստանան այս ամենի պատճենները։ Հրաչյան նրան նայեց ատելության դժկամ հիացմունքի խառնուրդով։ Դու այն կինը չես, ում հետ ամուսնացա։ Ոչ, հանգիստ համաձայնեց Ելենեն։ Ես այն կինն եմ, որին դու ստեղծեցիր, երբ որոշեցիր ինձ վերաբերվել որպես մեռած բեռի։ Հիմա, քո որոշումը։
Շուրթերը բռնած անզոր զայրույթի բարակ գծով Հրաչյան վերցրեց գրիչը, ստորագրեց բոլոր նշված էջերը։ Յուրաքանչյուր ստորագրություն կարծես նրան հսկայական ֆիզիկական ջանք էր արժենում, կարծես նա արյուն էր հոսում անմիջապես թղթի վրա։ Երբ ավարտեց, զզվանքով հեռացրեց փաստաթուղթը։ Բավարարված ես։ Դու հենց նոր գողացար իմ կյանքի կեսը։ Ելենեն վերցրեց ստորագրված համաձայնագիրը, զգուշորեն պահեց այն։ Ոչ, Հրաչյա։ Ես պարզապես հետ ստացա իմ կյանքի կեսը։ Նա նրբագեղորեն վեր կացավ, անձայն ցույց տալով, որ հանդիպումը, ամուսնությունը ավարտված է։ Իմ փաստաբանը կկապվի հետագա քայլերի համար։ Առաջարկում եմ, որ դու այսօր երեկոյան հավաքես քո հիմնական իրերը։ Վաղը մնացածը կուղարկեմ այն հասցեով, որը դու կնշես։ Հրաչյան մի քանի ակնթարթ կանգնած մնաց, կարծես չէր կարողանում հասկանալ, որ լիովին կորցրել էր իրավիճակի վերահսկողությունը։ Ի վերջո, նա վեր կացավ կոշտ շարժումներով։ Դու կզղջաս դրա համար, ատամների արանքից ասաց նա։ Ոչ ոք ինձ հետ այդպես չի վարվում, անպատիժ չի մնում։ Ելենեն հանգստությամբ պահպանեց նրա հայացքը։ Սպառնալիքներ հիմա, Հրաչյա։ Ուզում ես դա ավելացնել արդեն հավաքված ապացույցներին։ Համոզված եմ, որ տիկին Մանուկյանը կհիանար այս նոր նյութով։ Նա հետ քաշվեց, հանկարծակի գիտակցելով իր դիրքի փխրունությունը։ Առանց այլ բառի, նա վերցրեց իր բաճկոնը, քայլեց դեպի դուռը։ Այնտեղ նա վերջին անգամ շրջվեց, կարծես ուզում էր վերջին սուր բառը նետել, բայց տեսնելով Ելենեի հանգիստ անսասան արտահայտությունը, պարզապես դուրս եկավ, դուռը փակելով անհարկի ուժով։ Մենակ, Ելենեն վերջապես թույլ տվեց իրեն հանգստանալ։ Նա քայլեց դեպի պենթհաուսի պատշգամբը, դիտելով, թե ինչպես են երանի լույսերը փայլում գիշերվա մեջ։ Մի տարօրինակ հրաշալի զգացում էր ներթափանցում նրա մեջ, ոչ թե ուրախություն, դեռ ոչ, այլ խորը վստահություն, որ վերջապես վերահսկում էր իր սեփական պատմությունը։ Նա վերցրեց բջջային հեռախոսը, պարզ հաղորդագրություն ուղարկեց տիկին Մանուկյանին, առաքելությունն ավարտված է։ Նա ստորագրեց։ Պատասխանը գրեթե անմիջապես եկավ։ Շնորհավորում եմ։ Վաղը, ժամը 10:00-ին իմ գրասենյակում։ Կսկսենք փաստաթղթերը ձեր նոր սկզբի համար։ Ելենեն ժպտաց դեպի երկնաքերերի հորիզոնը։ Նոր սկիզբն արդեն սկսվել էր։ Գլուխ 7. Հետանքները։ Հետագա շաբաթները առճակատումից հետո Ելենեի համար կարծես այլընտրանքային իրականության մեջ էին անցնում։ Շրջապատող աշխարհը մնում էր նույնը, երանի քաոսային երթևեկությունը, փաստաբանների հետ հանդիպումները, ընդհանուր ծանոթների հետ պատահական հանդիպումները, բայց ինչ-որ հիմնարար բան էր փոխվել նրա ներսում։ Մի թեթություն, որը նա չէր զգացել տարիներ շարունակ, միգուցե երբեք։ Համաձայնագրի ստորագրումից հետո առաջին օրը Ելենեն արթնացավ առավոտյան ժամը 5-ին, ոչ թե սովորությունից կամ անհանգստությունից, այլ որովհետև նրա մարմինը պարզապես որոշեց, որ ժամանակն է։ Նա նստեց պենթհաուսի պատշգամբում, այժմ կեսը նրա, օրինականորեն, դիտեց արձակը քաղաքի երկնաքերերի վրա։ Առաջին անգամ 10 տարվա մեջ նա շնչում էր առանց այն անտեսանելի ծանրության, որը սեղմում էր իր կուրծքը։ Դա պարզապես սկիզբն է, մրմնջաց իրեն, մինչ առաջին ոսկեգույն ճառագայթները փոխակերպում էին մոխրագույն հորիզոնը։ Մինչ Ելենեն վայելում էր իր նոր գրաված ազատությունը, Հրաչյան դիմակայում էր տարիների ամբարտավանության մանիպուլյացիայի հետանքներին։ Ամուսնալուծության դրա պայմանների մասին լուրերը, որոնք զարմանալիորեն անբարենպաստ էին նրա համար, արագորեն տարածվեցին Երանի գործարար շրջանակներում։ Առաջին հարվածը եկավ հոր հեռախոսազանգի տեսքով, որը նրան կանչում էր շինարարական ընկերության խորհրդի արտակարգ նիստի։ Գրասենյակում, որը զարդարված էր այն նախագծերի լուսանկարներով, որոնք Ալբերկյաններին դարձրել էին անշարժ գույքի ոլորտի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը, Հրաչյան դիմակայեց ոչ միայն հայրական զայրույթին, այլ մյուս խորհրդականների անձայն արամարանքին։ Ինչպես կարող էր այդքան հիմար լինել, որոտաց Լոն Կարապետյանը, բռունցքով խփելով կարմրափայտ սեղանին։ Տասնամյակներ շարունակ անբասիր հեղինակություն կառուցել, որպեսզի դու ամեն ինչ պատուհանից դուրս նետես սիրուհու պատճառով։ Հայրիկ, ես կարող եմ բացատրել։ Ինչ բացատրել, ընդհատեց պատրիարքը։ Որ դու փորձել ես խաբել քո սեփական կնոջը։ Որ դու ընկերության ակտիվները վտանգել ես քո կասկածելի ֆինանսական մանրներով։ Որ հիմա նա ունի մեր բաժնետոմսերի 15%-ը։ Հրաչյան գունատվեց։ 15%։ Բայց համաձայնագրում 10 էր նշված։ Դառը ժպիտ անցավ հոր դեմքով։
Ակնհայտորեն քո սիրելի նախկին կինը հայտնաբերել է որոշ անկանոնություններ քո ներկայացրած հաշվետվություններում։ Նրա փաստաբանը, հիանալի կին, պետք է ասեմ, մեզ դիմել է կորպորատիվ խարդախության համար բավարար ապացույցներով։ Արյունը լիովին լքեց Հրաչյայի դեմքը։ Եվ դու զիջեցիր։ Դա էր կամ դիմակայել սկանդալի, որը կոչնչացներ տասնամյակների աշխատանքը, ծառնասրտորեն պատասխանեց Լոն Կարապետյանը։ Բարեբախտաբար, ի տարբերություն քեզ, Ելենեն խելամիտ գտնվեց։ Ընդունեց լրացուցիչ 5%-ը ստորագրեց գաղտնիության համաձայնագիր անկանոնությունների վերաբերյալ։ Հաջորդող լռությունը խիտ էր, խեղդող։ Հրաչյան շուրջը նայեց սեղանին, փնտրելով աջակցության որե նշան մյուս խորհրդականների մոտ, բայց գտավ միայն կոշտ արտահայտություններ կամ, ավելի վատ քողարկված կարեկցանք։ Ես հեռացված եմ, վերջապես հարցրեց նա, ձայնը գրեթե անլսելի։ Լոն Կարապետյանը խորը հառաչեց, հանկարծակի 10 տարով ավելի ծերանալով։ Ժամանակավորապես ֆինանսական տնօրենի պաշտոնից։ Կստանձնի ավելի քիչ զգայուն վարչական պաշտոն, մինչ այս իրավիճակը կայունանա։ Նվաստացումը գրեթե անտանելի էր։ Մի քանի օրվա ընթացքում Հրաչյան Ալբերտյան կայսրության ակնհայտ ժառանգից վերածվել էր նվազեցված կերպարի, զրկված իրական իշխանությունից հարգանքից։ Հաջորդ հարվածը եկավ սոցիալական շրջապատից։ Էքսկլյուզիվ ընթրիքների, բարեգործական միջոցառումների լողափնյա հանգստի հրավերները սկսեցին նվազել։ Տարիներ շարունակ մշակված ընկերությունները հանկարծակի սառեցին։ Ոչ ոք նրան բացահայտորեն չէր բացառում, Երանյան բարձր հասարակությունը չափազանց քաղաքավարի էր դրա համար, բայց Հրաչյան զգում էր նուրբ փոփոխությունները, զրույցներ, որոնք դադարում էին, երբ նա մոտենում էր, կողմնակի հայացքներ, վերջին րոպեի չեղարկումների համար մշուշոտ արդարացումներ։ Դա պարզապես փուլ է, սկզբում մխիթարեց նրան Վերոնիկան, մերսելով նրա լարված ուսերը գրասենյակում քողարկված նվաստացումների հերթական օրվանից հետո։ Շուտով բոլորը կմոռանան կանցնեն հաջորդ սկանդալին։ Բայց քանի որ շաբաթները վերածվում էին ամիսների, ժամանակավոր հեռացումը ամրապնդվում էր որպես մշտական, Վերոնիկայի վերաբերմունքը նույնպես սկսեց փոխվել։ Քնքուշ հաղորդագրությունները ավելի հազվադեպ դարձան, հանդիպումները ավելի կարճ, նրա բնակարանում չքնելու արդարացումները ավելի հաճախակի։ Վաղը կարող շնորհանդես ունեմ, արդարացնում էր նա իրեն։ Պետք է վերջին անգամ վերանայեմ նախագծերը։ Ճշմարտությունը եկավ մի կիրակի առավոտ, երբ Հրաչյան 3 անհաջող շփման փորձերից հետո առանց նախազգուշացման հայտնվեց նրա բնակարանում։ Նա գտավ Վերոնիկային իր ուղեբեռը հավաքելիս, օգնությամբ մի տղամարդու, ում նա մշուշոտորեն ճանաչեց որպես Բաղդասարյան ընկերներ շինարարական ընկերության նոր ներդրողներից մեկը։ Ես չէի ուզում, որ այդպես լիներ, ասաց նա, չկարողանալով հայացքը պահել նրա վրա մի քանի վայրկյանից ավելի։ Բայց դու պետք է հասկանաս, իմ կարիերան նոր է սկսվում։ Ես չեմ կարող կապված մնալ այդ իրավիճակի հետ։ Հրաչյան անզոր դիտում էր, թե ինչպես է կինը, ում համար նա ոչնչացրել էր իր ամուսնությունը, վտանգել իր հեղինակությունը, դուրս գալիս դռնից մեկ այլ տղամարդու հետ, ավելի երիտասարդ, ավելի հարուստ, ամենակարևորը, առանց վերջին սկանդալների, որոնք պղծում էին նրա անունը։ Մինչ Հրաչյայի կյանքը փլուզվում էր, Ելենեն ծաղկում էր։ Ամուսնալուծության համաձայնագրով երաշխավորված ֆինանսական ազատությամբ, նա վերջապես կարողացավ կյանքի կոչել հին երազանքները, սկսելով բուսաբանության մասնագիտացման դասընթացից, որը նա միշտ ցանկացել էր անցնել։ Երբեք ուշ չէ նորից սկսելու համար, մեկնաբանեց նրա թերապ տիկին Կլաուդիան, իր հերթական նիստերից մեկի ժամանակ։ Կարծում եմ, միշտ էլ գիտեի դա, պատասխանեց Ելենեն, բայց պետք է որ ինձ հրեին անդունդի եզրին, որպեսի քաջություն գտնեմ ցատկելու համար։ Թերապիայի նիստերը, որոնք սկզբում սկսվել էին որպես աջակցություն դավաճանության հետ գործ ունենալու համար, վերածվեցին ինքնաբացահայտման աճի տարածքի։ Ելենեն ուսումնասիրում էր ոչ միայն ձախողված ամուսնության ցավը, այլ այն օրինաչափությունները, որոնք ստիպել էին նրան այդքան երկար ընդունել մի հարաբերություն, որը նրան նվաստացնում էր։ Գիտեք, թե ինչն է ինձ զարմացնում, մտածեց նա այդ նիստերից մեկում։ Ես չեմ զգում զայրույթ նրա հանդեպ։ Ոչ էլ ուրախություն նրա խնդիրներից։ Պարզապես։ Ոչինչ։ Դա կոչվում է անտարբերություն, բացատրեց թերապտը։ Դա սիրո իսկական հակառակն է, ոչ թե ատելությունը։ Եվ դա նա բուժման նշան է։ Հուզական ճանապարհորդությանը զուգահեռ Ելենեն նոր կապեր էր ստեղծում։ Նրա կամավորական աշխատանքը քաղաքի նոր թաղամասի մանկատանը սկսվեց որպես մենակ ուիկենդները լրացնելու միջոց, բայց շուտով վերածվեց անկեղծ գրքի։
Հենց այնտեղ նա ծանոթացավ Լուիզայի մանկատան հոգեբանուհու հետ, ում նվիրվածությունը տրավմատիզացված երեխաներին խորը տպավորություն թողեց նրա վրա։ Երկու կանայք բացահայտեցին ընդհանուր հետաքրքրություններ, բացի կամավորական աշխատանքից, ծեր լատինաամերիկյան գրականության հանդեպ, բացօթյա զբոսանքներ բույսերի ու դրանց բուժիչ ուժերի հանդեպ ընդհանուր հիացմունք։ Միշտ հավատացել եմ, որ բույսերի խնամքի մեջ խորապես բուժիչ բան կա, մեկնաբանեց Լուիզան ճաշի ժամանակ երեխաների հետ աշխատանքի առավոտից հետո։ Անհրաժեշտ համբերությունը, մանրամասների նկատմամբ ուշադրությունը, դանդաղ, բայց մշտական աճի տոնակատարությունը։ Ինչպես տրավմաների վերականգնումը, ավելացրեց Ելենեն, զարմանալով այն հեշտությամբ, որով նրանք զրուցում էին, կարծես տարիներ շարունակ ճանաչում էին միմյանց։ Գաղափարը բնականաբար ծագեց այդ զրույցներից, մի տարածք, որը կմիավորեր ծաղկի խանութը թերապիայի հետ, որտեղ տրավմատիզացված երեխաները կարող էին բուժում գտնել բնության հետ շփման միջոցով։ Ինչ-որ բան, որը կմիավորեր Ելենեի բուսաբանական փորձը Լուիզայի հոգեբանական գիտելիքների հետ։ Մետամորֆոզ, առաջարկեց Ելենեն մի կեսօր, մինչ նրանք նախագծի հայեցակարգն էին նկարում։ Որպես մեր տարածքի անուն։ Որովհետև դա է այն, ինչ մենք առաջարկում ենք, կերպարանափոխության հնարավորություն։ Լուիզան ժպտաց, նրա աչքերը փայլում էին հնարավորություններից։ Կատարյալ է։ Ինչպես ինքդ։ Մեկնաբանությունը, այդքան անկեղծ ու ուղիղ, ստիպեց Ելենեին կարմրել, ինչպես դեռահաս։ Նրանց միջ կապը օրեցօր աճում էր, գերազանցելով սկզբնական պրոֆեսիոնալ ընկերությունը։ Ինչ-որ բան կար Լուիզայի ներկայության մեջ, նրա ուշադիր հայացքը, նրա անկեղծ ծիծաղը, այնպես, ինչպես նա իսկապես լսում էր, որը ստիպում էր Ելենեին զգալ իրեն տեսած առաջին անգամ տարիներ շարունակ։ Մի գիշեր, Ելենեի Կոմիտասի նոր բնակարանում պարզ ընթրիքից հետո, ընտրված իր այգիներին մոտ լինելու իր բույսերի համար իդեալական արոտ պատշգամբի պատճառով, Լուիզան բռնեց նրա ձեռքը սեղանի վրա։ Ինչ շատ է դուր գալիս այս նոր սկիզբը, մեղմորեն ասաց նա։ Մեզնից։ Ելենեն ծանոթ, բայց միաժամանակ լիովին նոր ջերմություն զգաց իր կրծքի մեջ։ Դա ոչ թե այն կույր իդեալականացված կիրքն էր, որը նա զգացել էր Հրաչյայի հանդեպ իր երիտասարդության տարիներին, ոչ էլ այն հուզական կախվածությունը, որի մեջ այդ հարաբերությունները ի վերջո վերածվել էին։ Դա ավելի հասուն, ավելի ճշմարիտ բան էր, հիմնված փոխադարձ հիացմունքի, հարգանքի գիտակցված ընտրության վրա։ Ես էլ եմ, պարզապես պատասխանեց, միահյուսելով իր մատները Լուիզայի մատներին։ Շաբաթներ անց, մինչ նրանք պատրաստում էին փաստաթղթերը Մետամորֆոզ, ում իրենց գործընկերությունը պաշտոնականացնելու համար, Ելենեն զանգ ստացավ մանկատան սոցիալական աշխատողից, որտեղ նա կամավոր էր աշխատում։ 5 տարեկան մի աղջիկ, Մարիամը, նրա հետ հատուկ կապ էր զարգացրել այգեգործական թերապիայի նիստերի ժամանակ։ Կենսաբանական ծնողներից որբացած որդեգրող ընտանիքի կողմից վերադարձված, ովքեր չէին կարողացել հաղթահարել նրա էներգիան, փոքրիկը անընդհատ հարցնում էր Ելենեի մասին։ Երբեք մտածել եք որդեգրման մասին, հարցրեց սոցիալական աշխատողը։ Գիտեմ, որ դա հսկայական քայլ է, բայց դուք հատուկ կապ ունեք։ Եվ ձեր նոր ֆինանսական դրությամբ, հուզական կայունությամբ։ Ելենեն խոստացավ մտածել այդ մասին, փակելով հեռախոսը սրտի արագ զարկերով։ Որդեգրում։ Մայրություն։ Հնարավորություններ, որոնք Հրաչյան միշտ օգտագործել էր նրան մանիպուլյացիայի ենթարկելու համար, բայց որոնք հիմա կարող էին իրականություն դառնալ իր սեփական պայմաններով։ Այդ գիշեր նա կիսվեց գաղափարով Լուիզայի հետ, սպասելով միգուցե վարանման, ի վերջո իրենց հարաբերությունները դեռ նոր էին, երեխան ամեն ինչ կփոխեր։ Բայց նա իր ուղեկիցի հայացքում գտավ միայն ըմբռնում աջակցություն։ Կարծում եմ, դա հրաշալի կլիներ, ասաց Լուիզան։ Մարիամի համար, քեզ համար։ Մեզ համար, եթե թույլ տաս, որ ես դրա մաս լինեմ։ Ելենեն անսպասելի արցունքներ զգաց իր աչքերում, ոչ թե տխրությունից կամ վախից, այլ խորը երախտագիտությունից այն ոլորուն ճանապարհի համար, որը նրան բերել էր մինչ այստեղ։ Դավաճանության ցավից մինչ սիրո ընտանիքի նոր հնարավորությունները, որոնք կառուցված էին անկեղծ սիրո փոխադարձ հարգանքի հիմքերի վրա։ Իհարկե, ուզում եմ, որ դու իմ կողքին լինես այս ճանապարհորդության մեջ, պատասխանեց նա, ձայնը լի հուզմունքով։ Բոլոր ճանապարհորդությունների մեջ։ Մինչ գիշերը իջնում էր երանի վրա, Ելենեն հանգիստ հիացմունքով դիտում էր, թե ինչպես կարող էր կյանքը լիովին փոխվել ընդամենը մի քանի ամսում։ Անապահով նվաստացված կնոջից, ով հայտնաբերել էր ամուսնու դավաճանությունը, դեպի նա, ով հիմա դառնում էր ուժեղ, վճռական, բաց սիրո ընտանիքի նոր հնարավորությունների համար։ Մետամորֆոզը գրեթե ավարտված էր։ Գլուխ 8. Նոր կապեր։
Երեխաների երիտասարդության դատարանի սպասասրահը պահպանում էր պետական հաստատություններին բնորոշ պաշտոնականությունը, պաստելային երանգների պատեր, շարքերով դասավորված պլաստմասե աթոռներ, հին օդորակիչի մեղմ ձայնը, որը պայքարում էր երանյան շոկի դեմ։ Ելենեն նյարդայնորեն շտկում էր իր ծնկներին դրված փաստաթղթերի թղթապանակը, մինչ Լուիզան մխիթարական ամրությամբ բռնում էր նրա ձեռքը։ «Հանգստացիր», շշնջաց Լուիզան։ «Քո անձնական գործը անթերի է։ Ֆինանսական, հոգեբանական կայունություն, ընտանեկան աջակցություն, երեխաների հետ աշխատանքի փորձ։ Անհանգստանալու պատճառներ չկան»։ Ելենեն գլխով արեց, թե նրա ստամոքսի հանգույցը մնում էր։ Վերջին 3 ամիսներին Մարիամի որդեգրման գործընթացը սկսելուց ի վեր նրա կյանքը վերածվել էր հարցազրույցների, տնային այցելությունների, հոգեբանական գնահատումների, փաստաթղթերի լեռների շարքի։ Յուրաքանչյուր հաղթահարված փուլ նրան մոտեցնում էր մայրության երազանքին, որը Հրաչյան միշտ օգտագործել էր որպես մանիպուլյացիայի գործիք, որն այժմ իր սեփական պայմաններով դառնում էր հնարավոր։ Ելենե Սարգսյան, կանչեց քարտուղարը, ստիպելով նրան թեթակի ցատկել աթոռին։ Սարգսյան, ավտոմատ կերպով ուղղեց նա։ Ելենե Սարգսյան։ Ես նորից սկսեցի օգտագործել իմ օրիորդական ազգանունը։ Մի փոքր մանրուք, բայց լի իմաստով։ Ինչպես ինքնության այլ սերմեր, որոնք նա տնկել էր ամուսնալուծությունից հետո, մազերը էլ ավելի կարճ կտրելու որոշումը, էլեկտրոնային փոստի նոր հասցեն, առանց ալբերկյան ազգանվան հետքերի, պաշտոնական փաստաթղթերում վերածակերպված ստորագրությունը։ Վերակառուցման փոքրիկ գործողություններ, որոնք, գումարվելով, ստեղծում էին նոր Ելենե։ Դատավոր Մոնիկա Ալվարեդյանը, միջին տարիքի մի կին, ակնոցի կարմիր շրջանակների ետում խորաթափանց աչքերով, նրանց ընդունեց պրոֆեսիոնալ ժպիտով։ Իր սեղանին դրված հաստ թղթապանակում պարունակվում էր գործի ամբողջ պատմությունը։ Տիկին Սարգսյան, տիկին Լուիզա, ողջունեց նա, ցույց տալով իր դիմացի աթոռները։ Եկեք վերանայենք վերջին մանրամասները Մարիամ Սարգսյանի ժամանակավոր խնամակալության վերաբերյալ վերջնական որոշումից առաջ։ Հաջորդող զրույցը մանրակրկիտ էր, բայց զարմանալիորեն ջերմ։ Դատավորը անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց Ելենեի որակավորումների, մանկատանը նրա փորձի, այգեգործական թերապիայի գործունեության ժամանակ Մարիամի հետ զարգացած հատուկ հարաբերությունների նկատմամբ։ Նա ուսումնասիրեց ամուսնալուծությունից հետո երաշխավորված ֆինանսական կայունությունը զարգացող նոր կարիերան։ Նկատում եմ, որ վերջերս զգալի փոփոխություններ եք ունեցել, դիտարկեց դատավորը, թերթելով հոգեբանական զեկույցները։ Ամուսնալուծություն, բնակության վայրի փոփոխություն, նոր հարաբերություններ, նոր կարիերա։ Շատ փոփոխություններ են կարճ ժամանակում։ Ելենեն սառնություն զգաց ստամոքսում։ Դա այն կետն էր, որից նա ամենաշատն էր վախենում, հնարավորությունը, որ իր դեռս անցումային կյանքը կարող էր չափազանց անկայուն թվալ երեխա ընդունելու համար։ Այո, տիկին, անկեղծորեն պատասխանեց նա։ Բայց այդ փոփոխություններից յուրաքանչյուրը խնամքով էր պլանավորված, ոչ թե իմպուլսիվ։ Առաջին անգամ ես կառուցում եմ մի կյանք, որը արտացոլում է այն, թե ով եմ ես իրականում, ոչ թե պարզապես գոյատում ուրիշի կյանքի եզրերին։ Դատավորը մի քանի ակնթարթ դիտեց նրան, կարծես գնահատելով ոչ միայն նրա խոսքերը, այլ այն համոզմունքը, որով դրանք արտասանվել էին։ Ի վերջո, նա գլխով արեց։ Տիկին Լուիզան ձեզ նկարագրում է որպես արտասովոր կայուն կենտրոնացած, մեկնաբանեց նա, մեջբերելով զեկույցներից մեկը։ Մանկատան սոցիալական աշխատողը հիշատակում է ձեր բնական ունակությունը, կապ հաստատելու տրավմատիզացված երեխաների հետ։ Եվ հոգեբանական թեստերը հաստատում են զարմանալի հուզական կայունություն, հաշվի առնելով վերջին հանգամանքները։ Ելենեն արագ հայացք փոխանակեց Լուիզայի հետ, հույսի շողը աճում էր իր կրծքի մեջ։ Եվ ավելի կարևորը, շարունակեց դատավորը, Մարիամը ձեր հետ անկեղծ կապ է ցուցաբերում։ Նրա խոսքերով, տիկին Ելենեն հասկանում է, թե ինչպես է լինում, երբ ներսից է ցավում։ Մանկական դիտարկման պարզությունը անսպասելի արդյունքներ բերեց Ելենեի աչքերին։ Դա ճիշտ էր, կորստի վերակառուցման իր սեփական փորձը նրան թույլ էր տալիս ինչ-որ մակարդակով հասկանալ այն լքվածությունը, որին Մարիամը բախվել էր։ Մի քանի լրացուցիչ հարցերից պարզաբանումներից հետո դատավորը վերջապես փակեց թղթապանակը ժպտաց, այլևս ոչ պրոֆեսիոնալ ժպիտով, այլ ավելի ջերմ բանով։ Ես կշնորհեմ Մարիամ Սարգսյանի ժամանակավոր խնամակալությունը Ելենե Սարգսյանին 6-ամսյա հարմարվողականության շրջանով, օրենքով նախատեսվածի համաձայն։ Բառերը մի պահ օդում մնացին, գրեթե շոշափելի իրենց փոխակերպող իմաստով։ Ելենեն տասնյակ անգամներ պատկերացրել էր այս պահը, մտովի փորձելով, թե ինչպես կարձագանքի։
Բայց երբ դա վերջապես պատահեց, նա իրեն անխոս գտավ, միայն անձայն արցունքներ էին հոսում իր դեմքերից։ Շնորհակալություն, մեծարգո դատավոր, Լուիզան էր պատասխանել, ձայնը լի ընդհանուր հուզմունքով։ Մենք խոստանում ենք պատվել այս վստահությունը։ Դատավորը գլխով արեց։ Համոզված եմ, որ այո։ Բյուրոկրատական մանրամասները կավարտվեն այս շաբաթ։ Կարող եք Մարիամին վերցնել մանկատնից ուրբաթ օրը։ Ֆորումից դուրս գալիս աշխարհը տարբեր էր թվում, գույներն ավելի վառ, երկինքն ավելի կապույտ, ապագան ավելի պայծառ։ Ավտոկայանատեղիում Ելենեն վերջապես թույլ տվեց իրեն լիովին արտահայտել այն ուրախությունը, որը լցնում էր իր էությունը, ուժգին գրկելով Լուիզային։ Մենք մայրեր կլինենք, շշնջաց նա, այդ բառերի իրականությունը նոր էր սկսում բյուրեղանալ։ Այո, Լուիզան ժպտաց, Ելենեի դեմքը բռնելով իր ձեռքերի մեջ։ Եվ ինչ հրաշալի ճանապարհորդություն կլինի։ 3 օր անց սոցիալական աշխատողի ուշադիր հայացքի ներքո Ելենեն Լուիզան սպասում էին մանկատան ընդունարանում։ Մարիամի փոքրիկ սենյակն արդեն պատրաստ էր Կոմիտասի բնակարանում, պատերը ներկված էին նուրբ կանաչ երանգով, նրա սիրելի գույնը մանկական գրքերով խնամքով ընտրված դարակ, պատուհանի վրա փոքրիկ ուղղահայաց այգի, բույսերով, որոնք Մարիամն ինքն էր օգնել ընտրել վերահսկվող այցի ժամանակ։ Երբ փոքրիկը հայտնվեց, իր չափի գրեթե պայուսակը մաշված արջուկը տանելով, Ելենեն զգաց, որ ժամանակը կարճ դադարեց։ Դա բաժանարար պահերից մեկն էր, որոնք նշանավորում են նախորդ հաջորդը, ինչպես Հրաչյայի դավաճանության հայտնաբերումը, բայց անսահմանորեն ավելի պայծառ։ Տիկին Ելենե, բացականչեց Մարիամը, վազելով նրա կողմը։ Մենք այսօր իսկապես տուն ենք գնալու։ Ելենեն ծնկի իջավ, հավասարվելով երեխայի հետաքրքրասեր աչքերին։ Այո, սիրելիս։ Մենք գնում ենք մեր տուն։ Եթե ուզում ես, իհարկե։ Մարիամը գծեց շուրթը, հանկարծ լրջանալով։ Կարող եմ Ռաֆային տանել, հարցրեց նա, բարձրացնելով մաշված արջուկը։ Նա վախենում է նոր վայրերում։ Իհարկե, կարող ես։ Ռաֆան շատ ողջունելի է։ Նույնիսկ հատուկ տեղ ենք պատրաստել նրա համար քո անկողնու կողքին։ Ժպիտը, որը լուսավորեց աղջկա դեմքը, արժեր յուրաքանչյուր թափված արցունք, յուրաքանչյուր անքուն գիշեր, յուրաքանչյուր ցավի պահ մինչ այնտեղ հասնելը։ Մարիամի հետ առաջին շաբաթները հույզերի ամերիկյան բլուրներ էին, անսպասելի ուրախություններ, զարմանալի մարտահրավերներ, մշտական հարմարումներ։ Փոքրիկն իր հետ բերեց լքվածության տրավմաները, որոնք դրսևորվում էին գիշերային մղձավանջներով, երբեմն անապահովության նոպաներով։ Դու ինձ կվերադարձնես, եթե սխալ բան անեմ, երբեմն հարցնում էր նա սրտաճմլիկ լրջությամբ։ Այդ պահերին Ելենեն իր մեջ հայտնաբերեց համբերության ըմբռնման ռեսուրսներ, որոնք չգիտեր, որ ուներ։ Իր սեփական բուժման ճանապարհը դառնում էր գործիք, օգնելու Մարիամին մարսել իր կորուստները։ Ընտանեկան հարմարվողականությանը զուգահեռ թերապտիկ ծաղկի խանութի նախագիծը առաջ էր գնում։ Ֆինանսավորման հաստատումով Ելենեն Լուիզան ձեռք բերեցին լայն տարածք Կոնդ թաղամասում, հարմարեցված հին տուն, հետում այգիով կատարյալ բացօթյա գործունեության համար։ Մետամորֆոզի բացումը նշանակված էր հաջորդ ամսին, խորհրդանշականորեն համընկնելով Հրաչյայի դավաճանության հայտնաբերման մեկամյակի հետ։ Դա պոետիկ է, չեք կարծում, մեկնաբանեց Ելենեն, մինչ նրանք միասին ներկում էին նոր տարածքի պատերը։ Հենց 1 տարի անց իմ կյանքի ամենացավալի պահից մենք կբացենք սա մի բան, որը երբեք չէր լինի, եթե այդ ցավը չլիներ։ Լուիզան ժպտաց, Ելենեի այտին կանաչ ներկի հետ թողնելով, քնքուշ համբույրով։ Կյանքը նման կատարյալ հեգնանքներ ունի։ Մի կեսօր, մինչ նրանք ավարտում էին բացման նախապատրաստությունները, Ելենեն անսպասելի այցելություն ստացավ։ Պատրիցիա Թորոսյանը, Հրաչյայի զարմուհին Ալբերկյանների ընտանիքի այն քիչ անդամներից մեկը, ով պահպանել էր կապը ամուսնալուծությունից հետո, հայտնվեց ծաղկի խանութում, ծաղկամանի մեջ փոքրիկ ծառ տանելով։ Նվեր նոր սկզբի համար, բացատրեց նա, հանձնելով երիտասարդ Ձիթենին։ Խաղաղության նորացման խորհրդանիշ։ Մինչ նրանք սուրճ էին խմում այն տարածքում, որը շուտով կլիներ մետամորֆոզի ընդունելության գոտին, Պատրիցիան կիսվեց ընտանիքի նորություններով, որոնք Ելենեն չէր փնտրել, բայց խոստովանեց, որ հետաքրքրված էր իմանալով։ Հրաչյան անճանաչելի է, մեկնաբանեց Պատրիցիան։ Նա քաշ է կորցրել, շատ է խմում, լիովին հեռացել է բիզնեսից։ Հորեղբայր Լոնը գրեթե ընդունել է, որ նա չի վերադառնա տնօրենի պաշտոնին։ Ելենեն գլխով արեց, զարմացած վրիժառու բավարարվածության լիակատար բացակայությունից, որը նման լուրերը նրան բերում էին։
Այնտեղ, որտեղ նախկինում կարող էր ուրախություն լինել նրան այդքան խորը վիրավորողի անկումից, հիմա կար պարզապես մի տեսակ հեռավոր, գրեթե փիլիսոփայական ըմբռնում։ Ցավում եմ նրա համար, անկեղծորեն ասաց նա։ Հուսով եմ, որ նա կգտնի իր ճանապարհը։ Պատրիցիան նրան նայեց անկեղծ հիացմունքով։ Դու իսկապես առաջ ես շարժվել, չէ՞։ Ոչ թե պարզապես ծածնելով, ինչպես շատերն են անում, այլ իսկապես թողնելով անցյալը ետում։ Ես պետք է թողնեի, Ելենեն ժպտաց, հայացքը թափառելով այն տարածքով, որը խորհրդանշում էր նրա կերպարանափոխությունը։ Այդ զայրույթն ու վիրավորանքը կրելը կլիներ նրա հետ կապված մնալու պես։ Եվ ես արդեն չափազանց շատ տարիներ եմ նվիրել իմ կյանքից Հրաչյա Ալբերկյանին։ Երբ Պատրիցիան հեռացավ, խոստանալով ընտանիքին բերել պաշտոնական բացմանը, Ելենեն մի քանի ակնթարթ մնաց, խորելով Ձիթենու մասին, դեռ այնքան փոքր, բայց տասնամյակներ, միգուցե դարեր շարունակ ուժեղ աճելու ներուժով։ Ինչպես իր նոր կյանքը, դեռ սկզբնական փուլերում, բայց արդեն զարմանալիորեն խորը արմատներով։ Այդ գիշեր, մինչ նա օգնում էր Մարիամին ջրել իր փոքրիկ ուղղահայաց այգու բույսերը, Ելենեն երախտագիտության այնքան ուժեղ ալիք զգաց, որ գրեթե շունչը կտրվեց։ Աղջիկը աշխույժորեն խոսում էր արածաղկի սերմերի մասին, որոնք նա տնկել էր դպրոցում, լիովին հարմարավետ իր նոր տանը, նրա ձայնը լցնում էր այն տարածքները, որոնք նախկինում դատարկ էին արձագանքում։ Բնակարանի մյուս կողմում Լուիզան ընթրիք էր պատրաստում, մեղմորեն երգելով մի երգ, որը Ելենեն ճանաչում էր որպես նույն երգը, որը հնչել էր առաջին անգամ, երբ նրանք միասին պարել էին շաբաթներ առաջ, դեռս կահավորման փուլում գտնվող կիսադատարկ սենյակում։ Տիկին Ելենե, Մարիամի ձայնը նրան հետ բերեց ներկա, կարող ենք նա մեծ արածաղիկ տնկել մեր նոր տանը Մետամորֆոզում։ Ելենեն ժպտաց, զարմացած այն հեշտությամբ, որով մեր բառը դուրս էր գալիս երեխայի շուրթերից։ Իհարկե, կարող ենք։ Իրականում, կարծում եմ, որ պետք է շատ տնկենք, արածաղիկների մի ամբողջ դաշտ։ Որպեսզի այնտեղ գնացող մյուս երեխաները ուրախ լինեն։ Հենց այդպես, սեր իմ։ Որպեսզի բոլորը, ովքեր կմտնեն Մետամորֆոզ, զգան այն, ինչ մենք ենք զգում հիմա։ Ինչ ենք զգում, հարցրեց Մարիամը, իր 5 տարեկանին բնորոշ անվերջ հետաքրքրասիրությամբ։ Ելենեն մի պահ մտածեց, փնտրելով պարզ բառեր, անվանելու այն բարդությունը, որը լցնում էր իր կուրծքը։ Հույս, Մարի։ Մենք հույս ենք զգում։ Վերջաբան, վերացնունդ։ 6 ամիսը կարող էր փոխել մի ամբողջ կյանք։ Ելենեն խորում էր այդ ճշմարտության մասին, մինչ խնամքով ջրում էր խոլորտները, որոնք զարդարում էին Կոմիտաս թաղամասում գտնվող իր նոր բնակարանի լայն պատուհանը։ Ավելի փոքր, քան շքեղ պենթհաուսը, որը նա կիսում էր Հրաչյայի հետ, բայց անսահմանորեն ավելի հարմարավետ, տարածքը զարդարված էր բացառապես նրա ճաշակով, վառ գույներ, հարմարավետ կահույք, գրքերով լի դարակներ, որոնք նախկինում թաքնված էին տուփերում։ Ամուսնալուծության գործընթացը, որը կարող էր երկար հոգնեցուցիչ լինել, զարմանալիորեն արագ էր ընթացել այն ճակատագրական գիշեր ստորագրված համաձայնագրի շնորհիվ։ Հրաչյան, շրջապատված իր դեմ հավաքված ապացույցների լեռով, կատարեց սահմանված պայմանները դժկամ ճշգրտությամբ։ Ելենեն ստացավ ամբողջ գույքի կեսը, ներառյալ Ալբերկյան որդիներ շինարարական ընկերության բաժնետոմսերի զգալի մասը, ինչը երկրաշարժ առաջացրեց ավանդաբար պատրիարքական ընտանիքում։ Ամուսնալուծության դրա հանգամանքների մասին լուրերը արագորեն տարածվեցին Երանի սոցիալական գործարար շրջանակներում։ Չնայած Հրաչյայի ջանքերին վերահսկելու պատմությունը, նրա անհավատարմության ֆինանսական խարդախության փորձի մասին լուրերը տարածվեցին, պղծելով նրա խնամքով կառուցված հեղինակությունը։ Վերջնական հարվածը եկավ, երբ շինարարական ընկերության վարչական խորհուրդը Հրաչյայի սեփական հոր գլխավորությամբ, ով ցնցված էր Ելենեի ներկայացրած ապացույցներից, քվեարկեց որդուն ֆինանսական տնօրենի պաշտոնից հեռացնելու օգտին, մինչ իրավիճակը կայունանա։ Ալբերկյանների պատրիարքը, չնայած իր միակ որդու հանդես նախապատվությանը, առաջին հերթին գործարար էր, ով չէր հանդուրժում ընտանեկան ընկերության դարավոր հեղինակությանը սպառնացող ռիսկերը։ Ամեն ինչ պատրաստ է այսօր կեսօրին։ Մեղմ ձայնը ընդհատեց Ելենեի մտքերը։ Լուիզան, 40-ից մի փոքր ավելի կին, մեղմ ժպիտով խելացի աչքերով, մտավ սենյակ, նախաճաշով սկուտեղ տանելով։ Մասնագիտացված հոգեբան տրավմատիզացված երեխաների հետ աշխատանքում, Լուիզան Ելենեի կյանք մտել էր կամավորական աշխատանքի միջոցով, որը նա սկսել էր մանկատանը ամուսնալուծությունից հետո հաջորդ ամսին։ Այն, ինչ սկսվել էր որպես ընդհանուր հետաքրքրություններով հիմնված ընկերություն, բնականաբար վերածվել էր ավելի խորը բանի։ Գրեթե ամեն ինչ, Ելենեն ժպտաց, ընդունելով առաջարկված սուրճի բաժակը։ Դեռ մի փոքր նյարդային եմ։
Դա նորմալ է, Լուիզան նստեց նրա կողքին բազմոցին, մխիթարական ձեռք դնելով նրա ձեռքին։ Դա մեծ քայլ է։ Այդ կեսօրին Ելենեն կընդուներ սոցիալական աշխատողի այցը Մարիամի 5 տարեկան աղջկա որդեգրման գործընթացի վերջնական հարցազրույցի համար, ով ծնողներին կորցրել էր ավտովթարում։ Ելենեն նրան ծանոթացել էր իր կամավորական աշխատանքի ժամանակ, անմիջական կապ էր զգացել տխուր աչքերով հազվագյուտ, բայց պայծառ ժպիտով երեխայի հետ, երբ դա պատահում էր։ Մայրությունը, որը Հրաչյան միշտ օգտագործել էր որպես մանիպուլյացիայի զենք, սկզբում հետաձգելով ճիշտ պահը չլինելու պատճառաբանություններով, հետո մեղադրելով նրան անհաջող պտղաբերության բուժումների համար, այժմ ներկայանում էր որպես կոնկրետ իմաստալից հնարավորություն։ Երեք հետաքրքիր զանգ ստացա, մեկնաբանեց Լուիզան, փոխելով թեման։ Բանկը հաստատեց ավելի մեծ տարածքի ֆինանսավորումը։ Ելենեն անկեղծորեն ուրախացավ։ Ամուսնալուծությունից ստացված գումարի մի մասը ներդրվել էր փոքրիկ ծաղկի խանութում, որը նա այժմ կիսում էր Լուիզայի հետ, Ելենեի վերագտնված գիրքը, ով բուսաբանություն էր սովորել, նախքան կարիերան թողնելը Հրաչյայի ամբիցիաներին աջակցելու համար։ Այն, ինչ սկսվել էր որպես փոքր բիզնես, մասնագիտացված կորպորատիվ միջոցառումների համար ծաղկային կոմպոզիցիաներում, արագորեն աճել էր, հեղինակություն ձեռք բերելով ծաղկային կոմպոզիցիաների որակով ինքնատիպությամբ։ Ընդամենը 4 ամսում մետամորֆոզ ծաղիկներն արդեն ուներ հավատարիմ հաճախորդներ, պատրաստ էր ընդլայնվելու։ Դա նշանակում է, որ մենք կկարողանանք ինտեգրել թերապևտիկ տարածքը ծաղկի խանութի կողքին, հարցրեց Ելենեն ոգորված հեռանկարից։ Լուիզան գլխով արեց։ Հենց այնպես, ինչպես պլանավորել էինք։ Ծաղկային կոմպոզիցիաներ այգեգործական թերապիա տրավմատիզացված երեխաների համար։ Բուժման տարածք բնության միջոցով։ Նախագիծը երկուսի տաղանդների կատարյալ միաձուլումն էր, Ելենեի բուսաբանական գիտելիքները, Լուիզայի հոգեբանական փորձը, միավորված ստեղծելու ինչ-որ իմաստալից փոխակերպող բան։ Դոմոֆոնը զանգահարեց, ընդհատելով զրույցը։ Ելենեն պատասխանեց, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում, լսելով դռնապանի ձայնը, որը հայտարարում էր անսպասելի այցի մասին։ Հրաչյա Ալբերկյանն է այստեղ։ Թույլ տամ բարձրանա։ Ելենեն զարմացած հայացք փոխանակեց Լուիզայի հետ։ Նա իր նախկին ամուսնուն չէր տեսել ամուսնալուծության փաստաթղթերի վերջնական ստորագրման օրվանից 3 ամիս առաջ։ Այո, կարող եք թույլ տալ բարձրանա, պատասխանեց նա մի պահ վարանելուց հետո։ Ուզում ես, որ ես դուրս գամ, հարցրեց Լուիզան անհանգստացած։ Ելենեն գլխով արեց։ Ոչինչ չկա, որ նա կարող է ասել, որ դու չես կարող լսել։ Րոպեներ անց զանգը հնչեց։ Ելենեն խորը շունչ քաշեց, նախքան դուռը բացելը։ Հրաչյան գրեթե անճանաչելի էր։ Միշտ անթերի թանկարժեք կոստյումներով առաջնորդելու համար ծնվածի ինքնավստահ կեցվածքով, հիմա հայտնվեց անխնամ տեսքով, չսափրված մորուք, խորը մուգ շրջանակներ աչքերի տակ, ճմրթված հագուստ։ Նրա աչքերը, որոնք նախկինում միշտ հաշվարկող սառն էին, այժմ բացահայտում էին հուսահատության զղջման խառնուրդ։ Ելենե, սկսեց նա, ձայնը խռպոտ։ Կներես այսպես հայտնվելու համար, բայց պետք է քեզ տեսնեի։ Մտիր, պարզապես պատասխանեց նա, ավելի լայն բացելով դուռը։ Հրաչյան մտավ բնակարան, անմիջապես նկատելով Լուիզայի ներկայությունը։ Ինչ-որ բան փոխվեց նրա աչքերում, մի ըմբռնում, որը նոր պարտության շերտ բերեց նրա արտահայտությանը։ Ես չեմ ուշանա, ասաց նա, կանգնած մնալով, մինչ երկու կանայք նստում էին։ Պարզապես պետք է անձամբ ասեի, որ դու ճիշտ էիր։ Ելենեն բարձրացրեց հոնքերը, զարմացած անսպասելի ընդունելությունից։ Ճիշտ ինչի՞։ Մասին, կոնկրետ։ Հրաչյան ձեռքը տարավ մազերին, այժմ տեսանելիորեն մոխրագույն։ Ամեն ինչի մասին։ Այն մասին, թե ես այն մասին, թե ինչպես վերաբերվեցի քեզ։ Այն մասին, թե ինչպիսի տղամարդ դարձա։ Նա խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Վերոնիկան ինձ թողեց։ Ասաց, որ չի ուզում ինձ, անհաջողակ տարբերակով։ Ելենեն ոչ մի վրիժառու հաճույք չզգաց լուրից։ Ցավում եմ։ Հրաչյան դառը ծիծաղեց։ Ոչ, չես ցավում։ Եվ չպետք է ցավաս։ Ես արժանի էի դրա յուրաքանչյուր մասին։ Ծանր լռություն տիրեց սենյակում։ Ի վերջո, Հրաչյան շարունակեց, բառերը դժվարությամբ դուրս գալով։ Ես կորցրի ամեն ինչ, ինչ կարոր էր։ Ընկերության տնօրենի պաշտոնը, հորս հարգանքը, գործընկերների վստահությունը։
Նույնիսկ մայրս, ով միշտ ինձ աջակցել է ամեն ինչում, հազիվ է կարողանում նայել ինձ այն բանից հետո, երբ իմացավ, թե ինչպես վերաբերվեցի քեզ։ Ելենեն դիտում էր իր առջ կոտրված մարդուն տարօրինակ անկապվածության կարեկցանքի խառնուրդով։ Ատելությունը, որը նա մի ժամանակ զգացել էր, լուծվել էր իր կերպարանափոխության ամիսների ընթացքում, տեղը զիջելով հանգիստ անտարբերությանը, որը շատ առումներով ավելի մեծ հաղթանակ էր, քան ցանկացած վրեժ։ Ինչու՞։ Ես ինձ դա ասում, Հրաչյա։ Նա բարձրացրեց աչքերը, ակնհայտ աղաչանք դրանցում։ Որովհետև կարծում եմ, որ մենք դեռ կարող ենք շտկել ամեն ինչ։ Ես փոխվել եմ, Ելենե։ Ես դժվարությամբ սովորեցի, թե որքան էիր դու կարևոր ինձ համար, որքան բան ես նետել ամբարտավանության հիմարության պատճառով։ Ելենեն արագ հայացք փոխանակեց Լուիզայի հետ, ով լուռ մնաց, հարգելով պահը։ Դու այստեղ չես, որովհետև հիմա ինձ ես գնահատում, հանգիստ պատասխանեց Ելենեն։ Դու այստեղ ես, որովհետև ամեն ինչ կորցրել ես, կարծում ես, որ կարող ես ինչ-որ բան վերականգնել իմ միջոցով։ Ոչ, դա չէ։ Դա այո է, նա վճռականորեն, բայց առանց թշնամանքի ընդհատեց նրան։ Դու ինձ տեսար Պատրիցիայի հարսանիքին կերպարանափոխված ինքնավստահ, պատկերացրեցիր, որ միգուցե կարող ես հետ շահել այն, ինչ կորցրել ես իմ հետ միասին։ Բայց Հրաչյա, այն, ինչ մենք ունեինք, ավարտվեց շատ ավելի շուտ, քան ես իմացա Վերոնիկայի մասին։ Այն ավարտվեց այն պահին, երբ դու որոշեցիր, որ ես բավարար չեմ, որ ես պարզապես մեռած բեռ եմ։ Նախքան նա կկարողանար բողոքել, դոմոֆոնը նորից զանգահարեց։ Ելենեն պատասխանեց, նրա դեմքը լուսավորվեց անկեղծ ժպիտով։ Կարող եք թույլ տալ բարձրանա, Հովհաննես։ Մենք սպասում ենք։ Շրջվելով դեպի Հրաչյան, նա մեղմորեն ասաց. Սոցիալական աշխատողը եկել է Մարիամի հետ։ Մենք որդեգրման գործընթացի վերջնական փուլում ենք։ Հրաչյայի դեմքի ցնցումը շոշափելի էր։ Դու երեխա ես որդեգրում։ Մենք, ուղեց Ելենեն, քնքուշ հայացք փոխանակելով Լուիզայի հետ։ Մարիամը հիանալի 5 տարեկան աղջիկ է։ Եվ մենք ընտանիք ենք կառուցում, մի բան, որը դու երբեք իրականում չես ուզել ինձ հետ։ Այդ պահին զանգը հնչեց։ Ելենեն բացեց դուռը, բացահայտելով միջին տարիքի մի կնոջ պրոֆեսիոնալ արտահայտությամբ նրա կողքին, ծաղկավոր զգեստով փոքրիկ կերպար, մեծ հետաքրքրասեր աչքերով։ Ելենե, աղջիկը հուզմունքով բացականչեց, վազելով կնոջ ոտքերի մոտ։ Ես իմ նկարն եմ բերել, որպեսզի ցույց տամ քեզ տիկին Լուիզային։ Ելենեն խոնարհվեց, պատշաճ կերպով գրկելով երեխային, իր ամբողջ ուշադրությունը ուղղելով փոքրիկ էակին, ով արդեն հսկայական տեղ էր զբաղեցնում իր սրտում։ Հազիվ եմ սպասում տեսնելու, սիրելիս։ Նայիր, սա տիկին Լուիզան է, ում դու արդեն ճանաչում ես, սա։ Նա կարճ վարանեց, նայելով Հրաչյային, ով դիտում էր տեսարանը անորոշ արտահայտությամբ, սա հին ընկեր է, ով արդեն հեռանում էր։ Հրաչյան կարծես արթնացավ տրանսից, մեխանիկորեն գլխով անելով. Այո, ես պետք է գնամ։ Նա քայլեց դեպի դուռը, մի պահ կանգ առնելով հետ նայելու համար։ Այն, ինչ նա տեսավ, մի տեսարան էր, որը նա երբեք չէր պատկերացրել ամուսնության տարիների ընթացքում, Ելենեն, երջանկությունից շողշողուն, ծնկաչոք մի աշխույժ երեխայի կողքին, ով ցույց էր տալիս գունագեղ նկար, մինչ Լուիզան քնքուշորեն ժպտում էր երկուսին։ Ձավորվող ընտանիք, ամբողջական ներդաշնակ այնպես, ինչպես նա երբեք չէր կարողացել ապահովել։ Ցտեսություն, Ելենե, ցածր ասաց նա, բայց նա այնքան էր տարված Մարիամի հետ զրույցով, որ չնկատեց նրա հեռանալը։ Երբ դուռը փակվեց Հրաչյայի ետից, Ելենեն վերջին կտորը զգաց իր ներսում։ Այլս զայրույթ կամ դժգոհություն չկար, միայն երախտագիտություն այն ճանապարհի համար, որը նրան բերել էր մինչ այստեղ, մինչ այս կատարյալ պահը, Մարիամի հետ աշխույժորեն խոսելով դպրոցում իր օրվա մասին, Լուիզայի հետ իր կողքին, առաջարկելով իսկական սեր գործընկերություն ծաղկող բիզնեսի խոստումը, որը միավորում էր նրանց կրքերը։ Վրեժը, որը նա մանրակրկիտ պլանավորել էր, նրան ավելին էր տվել, քան արդարություն։ Այն նրան ազատություն էր տվել բացահայտելու, թե ով էր ինքը իրականում, երբ ազատ էր թունավոր հարաբերությունների կողմից պարտադրված սահմանափակումներից։ Մինչ Մարիամը վազում էր դեպի իր համար հատուկ զարդարված սենյակը, Լուիզան մոտեցավ, միահյուսելով իր մատները Ելենեի մատներին։ Լավ ես։ Ելենեն ժպտաց, լիարժեք ճշմարիտ ժպիտով, որը լուսավորում էր նրա ամբողջ դեմքը։ Ավելի լավ, քան երբե։ Պատուհանից երանյան կեսօրվա արը ոսկեգույն երանգներով էր լցնում երանը, նոր սկիզբներ խոստանալով։
Ելենեն գիտեր, որ կյանքը այսուհետ միշտ կատարյալ չի լինի, մայրության, հարաբերությունների, բիզնեսի մեջ մարտահրավերներ կլինեն։ Բայց նա կդիմակայեր դրանցից յուրաքանչյուրին որպես ուժեղ վճռական կին, որը նա միշտ եղել է, նույնիսկ երբ չգիտեր։ Մետամորֆոզը ավարտված էր։ Թիթեռը թռել էր։